Սկսենք, բարև ձեզ, գնարման արգերի մասնակիցներ, ես Ալեդիկ Մեջրումյանն եմ, այսօրվա մեր հանդիպում քննարկումը կվարեմ, նաև հեղինակային խմբի անդամ այն զեկույցի, որ այսօր քննարկում ենք։ Զեկույցի վերնագիրն է ատելության խոսքը Ադրբեջանում, հայատյացը ռետորաբանության դրսևորումներն ու նպատակները, ուսումնասիրության ենթատեքստը և նաև անհրաժեշտությունը կարծես թե պարզ է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է ատելության խոսքը հայերի, հայկական պետությունների նկատմամբ և այս հետազոտության նպատակներ վերլուծել, հասկանալ, թե որոնք են հայերին և հայկական պետությունների վերաբերող առավել տարածված խնդրահարույց ատելության խոսքի թեզերը, կրկնվող խոսույթները և նաև հասկանալ, թե դրանք ինչու են խնդրահարույց միջազգային կարգավորումների տեսանկյունից, դրանց լույսի ներքո։ Զեկույցը պատրաստել է միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունը մարդու իրավունքների և արդարադատության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ։ Մեր քննարկման մասնակիցներին ներկայացնեմ, ինձնից ձախ նստած է Սիրանուշ Սահակյանը, նշված կենտրոնի, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան և նաև այս զեկույցի համահեղինակ։ Մեր շարքում վերջինը նստած է Ստեփան Հասան Ջալալյանը, միջազգայնագետ, քաղաքագետ, Արցախի պատմաքաղաքական հարցերի հետազոտող և նույնպես այս զեկույցի համահեղինակ և մեր երրորդ բանախոսը Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ։ Մինչև հարցեր ուղղելը մեր բանախոսներին, մի փոքր կարճ զեկույցի մասին, ինչպես նշեցի, խնդիրներից մեկը, որ դրվել էր հետազոտող խմբի կողմից, դա այն էր, թե որոնք են առավել հաճախ և հիմնական խոսույթները ատելության խոսքի Ադրբեջանում։ Մյուս կարևոր խնդիրն այն էր, թե ինչպես են դրանք փոխկապակցված, ինչպես են բարձր մակարդակում հռչակվող թեզերը կրկնվում, արտացոլվում և արտահայտվում այլ մակարդակներում, այլ տիրույթներ, ոլորտներ ներկայացնող անձանց կողմից։ Պատգամավորներ, փորձագետներ, լրագրողներ և նույնիսկ գիտնականներ։ Եվ վերջինը, թե միջազգային որ իրավակարգավորումներն են, որոնց խախտումները ակնհայտ է ատելության խոսքի հնչեցման պարագայում և ինչքանով են դրանք հիմք ստեղծում նաև էթնիկ զտման, ցեղասպանության և ընդհանրապես մարդկության դեմ ուղղված հանցանքների համար։ Ուսումնասիրվել են մեկ տարվա ընթացքում հնչեցված հանրային առումով հասանելի, հանրային հնչեցված խոսույթները 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31, մեկ տարի ժամկետով, մեր բանախոսները կարծում եմ շատ այլ օրինակներ կարող են բերել նաև 24 թվականի մարտի 31-ից հետո։ Զեկույցի առաջին մասում անդրադարձ է կատարում ատելության խոսքին, ինչ է դա, ինչ չափանիշներ կան միջազգային, որ միջազգային փաստաթղթերն են կիրառելի և նաև համառոտ պատմական ակնարկ կա այն մասին, թե ընդհանրապես Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանում, Ադրբեջանի կողմից ինչպիսի քաղաքականություն է ծավալվել, թե ատելության խոսքի առումով, թե նաև, այսպես ասած, հողի վրա գործնականում էթնիկ զտման նախադրյալները ինչպես են նաև պատմականորեն երևացել ի հայտ եկել։ Եվ ես զեկույցի երկրորդ գլխում արդեն հիմնական բացահայտումներն են, մեջբերումներն են, հարյուրավոր մեջբերումներ կան, որոնք իրենց հերթին լավ հարուստ նյութ կարող են լինել հետագա իրավական հետևանքների համար։
Այսքանը զեկույցի մասին համառոտ, հիմա նորից կբացենք ուրեմն այդ QR-կոդը, որի միջոցով հասանելի է զեկույցը, կարող եք ներբեռնել, ուսումնասիրել, եւ հիմա կուզեի հարց ուղղել մեր բանախոսներին, ասեմ, որ երկու հիմնական փուլով են, երկու հիմնական փուլ կունենանք այս քննարկման համար։ Ես հարցը ուղղեմ, հետո կբացեմ։ Երկու քննարկման համար երկու հիմնական փուլ կունենանք, առաջին փուլում շրջափուլում հարցերի մեր բանախոսներին խնդրում եմ հիմնականում անդրադառնալ փաստերին, այսինքն այս սկզբում այսպես ասած քարտեզագրեն իրավիճակը, հասկանանք թե ինչ ունենք, ինչպիսի պատկեր է առկա եւ հարցերի երկրորդ փուլում ավելի շատ խոսենք ապագայի մասին, հետագա քայլերի, իրավական հետևանքների եւ այլնի մասին։ Եվ կխնդրեմ, որ քննարկումը սկսենք այն հարցից, թե ընդհանրապես ինչ է ատելության խոսքը, մի փոքր քանի որ մեզ նաեւ մեծ լսարանը հետևում հանրության համար բացատրենք թե ատելության խոսքը ինչու է կարևոր դրա ուսումնասիրությունը, սա մի հարց, եւ երկրորդը այս հետազոտության շրջանակում արդեն իսկ որ միջազգային, որ իրավակարգավորումների խախտումներն են, որ ակնհայտ են, ակնառու են։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ հիմնական խնդիրներից մեկը այս պահին դա ատելության դեմ պայքարն է, ընդ որում ազգամիջյան դրսևորումներով եւ ուղիղ կապ կա ատելության, կոնֆլիկտների եւ մարդու իրավունքների խախտումների միջեւ։ Խաղաղության ցանկացած օրակարգ նախ եւ առաջ ենթադրում է ատելության դրսևորումների վերացում, դրա դեմ պայքար։ Այստեղ կարծես թե միջազգային կարգավորումները բազմաթիվ են, տարբեր իրավական ակտեր, ռեզոլյուցիաներ, ռեկոմենդացիաներ կան, հիմնական խնդիրը դրա դեմ պայքարն է, հատկապես երբ արդեն կա սոցիալական մեդիա եւ տեխնոլոգիաների զարգացումը նաեւ անվերահսկելի է դարձնում այդ ատելության խոսքը։ Մեր միասնական բնորոշում գոյություն չունի, նման բնորոշումներ տրվում են թե Միավորված ազգերի կազմակերպության, թե Եվրոպայի խորհրդի շրջանակներում, եթե ընդհանրացնելու լինենք հիմնական հատկանիշները, արտահայտման ցանկացած դրսևորում, որը խթանում է բռնություն, ատելություն կամ խտրականություն անձի կամ որոշակի խմբերի նկատմամբ պայմանավորված որոշակի հատկանիշներով հիմնականում հիմքում դրված են հենց ազգային էթնիկ պատկանելիությունը, կրոնականը, իհարկե խտրականության այլ հիմքերով հրահրել է բռնություն տվյալ խմբի դեմ եւս դասական առումով օգնում է ատելության խոսքի սահմանման ներքո եւ նաեւ ատելության խոսքը միտված է որոշակի խմբի նկատմամբ բացական վերաբերմունքի կարծրատիպերի ձևավորմանը, այդ խմբի ստորադասության ընդգծմանը, որն էլ արդարացնում է բռնություն տվյալ խմբի նկատմամբ։ Եվ ատելության հիմնական դրսևորումներից մեկը, որ որոշակի խմբի տրվում են այնպիսի բնութագրիչներ, որը նսեմացնում է, դառնում է արդեն ամոթանքի առարկա եւ այդ հանգամանքով պայմանավորված հասարակության մյուս անդամները ծաղրում են եւ այլ խտրական դրսևորումների են ենթարկվում եւ զեկույցի շրջանակներում են ըստ էության դուրս են բերվել այն բնութագրումները, որոնք ադրբեջանական հասարակությունում կամ բարձրաստիճան ղեկավարների կողմից տրամադրվում են հայերին, ընդ որում այստեղ հատկանշական է, որ համեմատություններ կան կենդանիների հետ կամ հայերին նույն ներկայացնում են որպես անմարդկային էակներ եւ այս բնութագրումը նաեւ ծնում է, արդարացնում է հայերի նկատմամբ տարաբնույթ հանցագործությունների կատարում։
օրինակ նույն խոշտանգումների, ծեծի կամ բռնությունների դրսևորումները արդարացվում են նրանով, որ հայերը կենդանիներ շներ են, շների պես պետք է վերաբերել եւ մենք կարող ենք ուղիղ կապ տեսնել վերաբերմունքի եւ արդեն մարդու իրավունքների խախտումներ ծնող գործողությունների միջեւ։ Եվրոպայի շրջանակներում գոյություն ունի հանձնաժողով, որը ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքար է մղում, ըստ էության այս հանձնաժողովի կողմից նաեւ ձևավորվել են այն չափանիշները, որոնց միջոցով կարելի է գնահատել ատելության խոսքը, որպես գործոն հաշվի են առնում համատեքստը, քաղաքական մթնոլորտը, խոսքի նպատակները, դրսևորման ձևերը եւ իհարկե մեծ նշանակություն ունի խոսքը արտահայտողի կարգավիճակը եւ այս առումով հետազոտության շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են բարձրաստիճան պաշտոնյաների խոսույթները, որոնք ազդեցություն են թողնում հանրային գիտակցության վրա, կարող են ուղղորդել հասարակությանը եւ ինչու ոչ նաեւ լրագրողներ, որոնք կրկին հասարակական կարծիքի ձևավորման առումով մեծ նշանակություն ունեն։ Եվ նաեւ նշեմ, որ ատելությունը այդ խտրականություն ծնող հանգամանք է, իսկ խտրականության դեմ պայքարը նաեւ իրականացվում է ՄԱԿ-ի ռասական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության հայց ունի ներկայացված Ադրբեջանի դեմ հենց ռասական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիոնալ հիմքով եւ արդեն իսկ միջազգային արդարադատության դատարանի կողմից կայացվել են մի քանի որոշումներ, ժամանակավոր հայցի ապահովման միջոցներ, բայց որտեղ ուղիղ ձևով արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ատելություն հրահրելուց եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն վարելուց, այս ժամանակավոր միջոցները միտված են ապահովելու նախադրյալներ մինչև դատական ակտի կայացումը, իսկ այս հարցերի վերջնական պատասխանը մենք ակնկալում ենք տեսնել հենց վերջնական դատական ակտում, եթե այլ զարգացումներ, ինչպիսիք օրինակ հայցերից փոխադարձ հրաժարումներ տեղի չունենան։ Շնորհակալություն, հաշվի առնելով մեր բանախոսների հետազոտական նախասիրությունները, հարցերը տարանջատված են, բայց եթե ցանկանաք անդրադառնալ նաև նախորդ բանախոսներին ուղղված հարցերին, որոշ չափով ժամանակ նվիրել, ազատեք։ Ուզում եմ հաջորդ հարցերի խումբը ուղղել մեր մյուս բանախոսին, Տիկին Հայրապետյան, ատելության խոսքի առավել տարածված խոսույթները ի վերջո որոնք են, եթե փորձենք դրանք խմբավորել, դասակարգել եւ թվել դրանք, եւ ուզում եմ մի հարց հավելել, դուք խոսել եք, նաեւ խոսում եք այն մասին, թե հանրակրթական դպրոցներում ինչ իրավիճակ է, դասագրքերում ինչպես է ամենաարտացոլված, կխնդրեի, որ հարցի պատասխանելիս նաև անդրադառնանք այդ դասագրքերում եւ հանրակրթության մեջ առկա իրավիճակին։ Կարող ենք նաև պրեզենտացիան միացնել։ Հնարավոր է լույս ընկնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ զեկույցի վերաբերյալ մասնակցություն ունենալու հնարավորության համար։ Սա շատ կարևոր է, որովհետև միշտ այն թյուր կարծիքն է եղել, թե ամբողջ խնդիրը, ամբողջ ատելության խոսքը դա բացառապես կապված է Արցախի ու Արցախում ապրող մեր հայ ազգաբնակչության հետ, բայց եթե հետևում ենք վերջին զարգացումներին, ես անձամբ Ալիևի և մի շատ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին հետևել են վերջին 10 տարիների կտրվածքով, այդ խոսույթները վերջին 20 թվականից հետո էլ ավելի վտանգավոր ու ռիսկային են դարձել,
ընդ որում ատելության խոսքի հետ մեկտեղ, ինչպես Տիկին Սահակյան օրինակներ բերեց, հայերը կոչվում են փախչող շներ, ընդ որում այդ անուններով նաև անօթաչու թռչող սարքեր են հիմնում, այսինքն ինքը բավականին ակտիվ շրջանառության մեջ է դրվում, կոչվում են արյունարբու վանդալներ, բարբարոսներ, ճագարներ, երբեմն նույնիսկ շնագայլեր, եւ այս տերմինաբանությունը կիրառվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից եւ դա տարածվում է թե իրենց տարբեր այդ պաշտոնյաների մակարդակով, լրահոսում, պետական հեռուստաընկերություններում, նաև դասագրքերում, որտեղ ուղղակի ցիտվում է հենց ինքը Իլհամ Ալիևը։ Եվ ես այդ տեսանկյունից կուզեմ ցույց տալ, որ ատելության խոսքը զուգահեռվում է նաև զավթողական ծրագրերի հետ, որովհետև սովորաբար էթնիկ զտմանը, բռնի տեղահանմանը, ցեղասպան գործողություններին պատմականորեն նախորդում է կամ ագրեսիվ պատերազմներին շատ ակտիվ ատելության արշավ եւ 20 թվականից հետո այդ ատելության արշավի շարունակականությունը փաստում է, որ Ադրբեջանը բավականին վտանգավոր ծրագրեր ունի, որոնք ցավալիորեն մեզ մոտ ամբողջությամբ չեն գիտակցվում կամ չեն ներկայացվում։ Ես մի քանի օրինակ ուղղակի կարճ բերեմ, չչարաշահելով ժամանակը։ Տեսեք, 22 թվականի հոկտեմբերին շատ հայտնի է, որ Պրահայում Արցախը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս եւ այնպես էր ներկայացում, որ դա է խնդիրը փակված է եւ այլն, ինչ տեղ ունեցավ Արցախի հետ բոլորս գիտենք, բայց այստեղ կարեւոր է, որ դրան հաջորդող շրջանում Ադրբեջանում շատ ինտենսիվորեն շրջանառության մեջ կրկին մտցվեց արևմտյան Ադրբեջան, թե ինչու եմ ասում կրկին, որովհետև եթե զեկույցին ծանոթանաք, այնտեղ նշված է, որ առաջին անգամ 1998 թվականին Հեյդար Ալիևը մի դրվագով խոսել է դրա մասին, դրանից հետո որ 23-24 տարի առնվազն Իլհամ Ալիևը երբեք այդ տերմինը չի օգտագործել է տերմիններ ցույց տալով տարածքային նկարտումներ, բայց այդ տերմինին չի անդրադարձել եւ եթե տեսնեք հենց 22 թվականի դեկտեմբերի 24-ը բավականին ծավալուն ելույթի մի քանի դրվագներ են դրել։ Մեկը այն է, որ այստեղ ասում է, որ այս տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է, այսպես շատ ուղիղ տեքստով հստակ զավթողական ծրագիր է։ Մյուս դրվագով այդ նույն ելույթի ցույց է տալիս, որ այդ խնդիրը ինքը բարձրաձայնում է բացառապես, որովհետև համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, այսինքն ցույց է տալիս իր հետագա նպատակները, ցույց է տալիս, որ երբեք խնդիրը Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվել։ Բերել եմ 1-2 օրինակ, մեկ այլ ադրբեջանցի իշխող ուժի պատգամավորի խոսքից, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Ալիևի հրահանգով այս թեման մտնում հանրակրթական դպրոցներ։ Ադրբեջանի հանրակրթական դասագրքերը, կոնկրետ պատմության դասագիրքն եմ ես ուսումնասիրում, էական փոփոխություններ են գրել 20 թվականից հետո, բայց արևմտյան Ադրբեջան զավթողական այդ ծրագիրը շրջանառության մեջ մտել է 23-24 թվականների հրատարակություններում։ Ես բերել եմ 1-2 օրինակ, մեկը 5-րդ դասարանի դասագրքից եմ օրինակ բերել, նյութը թարգմանել եմ 8-րդ դասարանի դասագրքից, բայց այդ թեման շատ ակտիվորեն մտել է հանրակրթական դպրոցների եւ դա ցույց է տալիս, որ ինքը ուղղակի քաղաքական սպառման կոնտենտ չէ։ Սա շատ հստակ մշակված զավթողական ծրագիր է քաղաքական, որը արդեն ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում, ոչ միայն հանրակրթական դպրոցներում, նաև բուհերում, մասնավորապես իրենց գիտությունների ազգային ակադեմիայում, պետական մանկավարժական ինստիտուտում, այսինքն շատ ինտենսիվ այս թեման շրջանառվում է պետական ուսումնական հաստատություններում եւ պատկերացրեք ուղղակի 5-րդ դասարանում երեխան առաջին անգամ անցնում է պատմություն առարկան եւ բացում է այդ առարկան ու տեսնում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունը դա իր հողն է, հետո կարդում է Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ ասում է, այս Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ այս տրամաբանությամբ այդ երեխան հետագայում մեծանում է, սովորում է եւ այդ տրամաբանությամբ է ինքը առաջնորդվում։ Այսինքն առհասարակ այս խոսույթը բացառում է Հայաստանի հետ հնարավոր խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն, որովհետև կրկնում եմ, եթե թեման մտել է հանրակրթական դպրոցներ, եթե այդպես սերունդ է ուսուցանվում, ապա սա ինքնին բացառում է ողջ այն տրամաբանությանը, որ այսօր իրականացնում է մեր իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ճշմարիտ ուղի։ Դրան զուգահեռ ուղղակի կարճ կանդրադառնամ մեկ այլ թեմային, դա խաղաղության մասին խոսացողների ձերբակալություններն են։ Վերջին տարիներին 20 թվականից հետո հատկապես այդ գործընթացը մեծ թափ է հավաքել
Սովորաբար մարդիկ մեղադրվում են ֆինանսական ինչ-որ մաքսանեկության եւ այլ թեմաներով, բայց նրանք այն մարդիկ են, որոնք երբևիցե որևէ առնչություն են ունեցել հայերի հետ։ Մեկ օրինակ բերեմ, 23 թվականի սեպտեմբերից առաջ Ամռանը Ադրբեջանում մի քանի հոգի մեկնարկել էին ոչ պատերազմին շարժումը, որտեղ մի բան էին կոչանում, չգնալ պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում, ասելով, որ դա բացառում է առհասարակ որևէ խաղաղության հնարավորություն, հասկանալով հետևանքները, այլ փորձել երկխոսություն հաստատել հայերի հետ։ Ասում եմ, այնպես չի, որ իրենք ասում են, եկեք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնպես չի, որ ասում են, թողեք այդ մարդիկ հանգիստ ապրեն։ Մի բան էին ասում են, եկեք պատերազմով այդ խնդիրը չլուծենք։ Այդ բոլոր մարդկանց դեմ արշավ սկսեց, նրանցից շատերը ձերբակալվեցին հետագայում եւ մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 23 թվականի սեպտեմբերին։ Եվ ատելության խոսքի ու զավթողական ծրագրերի համադրումը, որի շատ ինտենսիվ է իրականացվում Ադրբեջանում, օրինակ գործում է Արևմտյան Ադրբեջան անունով հեռուստաընկերություն, գործում է ԿԱՅ, գործում է համայնք, որը փաստացի աշխատում է որպես արտգործնախարարության մի մասնաճյուղ, այս քաղաքականության ակտիվ քարոզչությունը մի ռիսկ է, մյուս ռիսկը դրան համարժեք չվերաբերվելն է, եւ այս կարտան էլ մշտական խնդիրն է մնում պետական քաղաքական հանրային մակարդակով ամբողջությամբ ռիսկը չգիտակցելը եւ ամբողջությամբ չգիտակցել ատելության խոսքի վտանգներն ու վնասները, թեև մենք բաժներաբար դրա հետ բախվում ենք։ Թերևս այսքանը մնացած է հարցերը։ Շնորհակալություն։ Ես առանց մշտական հարցի կուկեմ եւ Սեփան Հասան Ջալալյանին ուղղված հարցերի խումբը այդ աշխատում է։ Այն ամենը ինչ որ մենք լսեցինք, փորձենք անդրադառնալ դրա պատմական համատեքստին։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որի մասին մենք լսում ենք բարբերաբար պատմության դասագրքերում, մենք այդ ամենը տեսնում, ինչ կապ ունի, ինչ օրգանական կապ ունի ներկայության հետ եւ հատկապես եթե շեշտադրենք խորհրդային շրջանը, որը ժամանակագրական առումով ավելի մոտ է մեզ։ Շատ լավ, բարև ձեզ բոլորիդ, նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ այս զեկույցին մասնակցություն ունենալու հնարավորություն համար։ Այ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, ինչպես իմ հրապարակային խոսքին այստեղ մարդիկ կամ լուծերը ինքնալի բասը ծանոթ են, ես սիրում եմ խոսել թղթով եւ փաստերով, դրա համար իմ ձեռքին հիմա թղթեր են, որից ես անելու եմ իմ խոսքի այսպես կարևոր մասերի մեջբերումները հնչեցված հարցադրման հաշվառմամբ։ Եվ այսպես, ուրեմն Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերը հայության նկատմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող հայության նկատմամբ եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայության նկատմամբ վարել են ընդգծված ատելության խտրական քաղաքականություն։ Բոլոր ժամանակների ընդգծում եմ, ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ բոլոր ժամանակների։ Ես նկատի ունեմ նախախորհրդային, խորհրդային եւ հետխորհրդային շրջանները։ Բայց այստեղ ուզում եմ այդ նշված ժամանակահատվածների միջև որոշակի այսպես տարաբաժանում անել, ուրեմն նախախորհրդային եւ հետխորհրդային շրջանի Ադրբեջանի վարչակազմերը իրենց խտրական, ատելության, հռետորաբանությունը եւ դրան հաջորդած քաղաքականությունը իրականացրել են զենքի ուժով ընդդեմ հայերի։ Ես նկատի ունեմ նախախորհրդային շրջանը 1918-ից 20 թվականների Ադրբեջան եւ նկատի ունեմ 1991 թվականից ուրեմն այս կողմ Ադրբեջանի վարչակազմը։ Ինչ վերաբերում է խորհրդային շրջանին, ապա խորհրդային շրջանի առումով պետք է ասեմ հետեւյալը։ Խորհրդային շրջանի Ադրբեջանի վարչակազմը հայերի նկատմամբ իրականացրել է հանդես է եկել խտրական հռետորաբանության, ատելության խոսքով, բայց այդ ամենը մի տեսակ իրականացրել է այսպես փափուկ ուժի միջոցով։ Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ փափուկ ուժ։ Ես նկատի ունեմ հետևյալը։ Ուրեմն խորհրդային Ադրբեջանի տարածքում ապրող բոլոր հայերի նկատմամբ եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի նկատմամբ իրականացվել է ընդգծված խտրական քաղաքականություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե մի աշխատավայրում, օրինակ, մի աշխատատեղում, թափուր աշխատատեղում պիտի ընդունվեր մեկ մարդ, մեկը հայ, մյուսը
այսպես կոչված ադրբեջանցի։ Անպայմանորեն, ոչ թե 99, 100%-ով այդտեղ աշխատանքի անցել ադրբեջանցի։ Եթե թափուր տեղ կա բարձրագույն ուսումնական հաստատությունում, խոսքը լղիմի մասին է, պիտի ընդունվի հայը եւ ադրբեջանցին, ոչ մի արդար պայքար տեղի չի ունեցել, գոյություն չի ունեցել։ Անվիճելիորեն, աներկբայորեն այդտեղ ընդունվել է ադրբեջանցի ուսանողը։ Հիմա ես իմ խոսքը փաստարկելու համար բերելու եմ հետևյալ փաստը։ 1969-ից 1982 թվականին խորհրդային Ադրբեջանի ղեկավարը կամ այն ժամանակ ասում են կոմկուսի կենտրոնի առաջին քարտուղարը հանդիսացել է Հեյդար Ալիևը։ 2002 թվականին նա շատ անկեղծ, ուղիղ, բաց տեքստով ասել է այլ, ըստ որում օրինակներով շեշտադրելով լղիմում կոշիկի գործարան կառուցելը, լղիմում բարձրագույն ուսումնական հաստատություն չկա, համաձայնվել է բացել, բայց շրջակա բոլոր բնակավայրերից ադրբեջանցիներին ուղղորդել է դեպի այդ բուհը, Ստեփանակերտի հայտնի կոշիկի գործարանը բացելուց հետո բոլոր ադրբեջանցիներին նախատիր ուղղորդել է դեպի լղիմ աշխատանքի։ Ես հիմա ուզում եմ մենք լսենք Հեյդար Ալիևին։ Մեջբերում 2002 թվական հուլիսի 22 Բաքվի մամուլի ակումբի հիմնադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մասնավորապես ասել է, մեջբերում եմ, ես ձգտել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները շատ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի։ Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատել են Լեռնային Ղարաբաղում, գիտեն այդ մասին։ Մեջբերման ավարտը։ Ես ժամանակը խնայելու նկատառմամբ այս մեջբերումը բավականին ծավալուն մեջբերում է եւ ուշագրավ մեջբերում, զեկույցում տեղ է գտել այդ մեջբերումը, ես ձեզ ներկայացրեցի հավառոտ տարբերակը։ Ես կարող եմ վկայակոչել Ադրբեջանի այլ պաշտոնատար անձանց խորհրդային շրջանի ուրեմն գործելավոճի մասին վկայող բազմաթիվ փաստեր, որտեղ նրանք խտրական քաղաքականություն են իրականացրել ընդդեմ հայերի։ Երևի առաջին մասով այսքանը կասեմ։ Դա անցնենք հարցերի երկրորդ փուլին, այստեղ որպեսզի նաև լսարանին հարցերի հնարավորություն ընձեռենք, կխնդրեմ, որ ելույթները մոտավորապես 5 րոպեի շրջանակում սահմանափակենք եւ այս փուլի առաջին հարցերը Տիկին Հայրապետյանին ուղղենք, քանի որ ձեր խոսքում նաև նշեցիք ձերբակալությունների մասին, այն անձանց, ովքեր խոսում են խաղաղության մասին, թեկուզ ամենաանմեղ թեզերն են առաջ քաշում, դրան կապենք նաև ներկայիս դատավարությունը հայ քաղաքական գործիչների, հանրային գործիչների նկատմամբ ընթացող, ինչպես է այդ դատավարությունը օգտագործվում էլի ատելության խոսք գեներացնելու կամ ինչ-որ կերպ ծառայեցնելու համար եւ ի վերջո որպես ամփոփում նաև այս փուլի այս ամենը հաշվի առնելով խաղաղության, օրակարգը, խաղաղության հնարավորությունը, ինչպես է ընդհանրապես գնահատում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար։ Իրականում Բաքվում ընթացող այդ շինծու դատավարական, շակերտավոր դատավարական գործընթացները դրանք հայատյացության մի նոր ալիք են հրահրում ադրբեջանական հանրության ներսում։ Մի քանի դրվագ, ընդամենը դեռ մեկնարկից առաջ մի հսկայական քարոզչական տեղեկատվական արշավ սկսեց, որտեղ դատավարություն կոչվածը որակվեց որպես Նյուրնբերգյան դատավարություն, մենք բոլորս գիտենք, թե դա ինչի հետ է կապված։ Եվ եթե դա համադրենք դրա հետ, որ օրինակ նույն այս տարվա սկզբին Ալիևը իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանը դա ֆաշիստական պետություն է, ապա սա նոր զարգացող բավականին վտանգավոր մեկ այլ թեզ է, որ մեր հարևանության ապահովում է ֆաշիստական պետություն եւ այդ մարդիկ, որոնք առնչվում են այդ պետության հետ, դատվում են որպես ֆաշիստներ, վանդալներ եւ այլն։ Եվ դա ուղեկցվում է օրինակ վերջերս Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը եւ նույն թեմաներին անդրադառնում էր, մի հայտարարություն արեց, ասում է հայերի գենետիկ կոդում չկա խաղաղություն, այնտեղ կա ցեղասպանություն, վանդալիզմ, բարբարոսություն եւ այլն։ Այսինքն այս ամբողջ գործընթացը, որի ժամանակ փաստացի պատանդ պահվող մեր հայրենակիցները ներկայացում են որպես վանդալներ, ցեղասպաններ, բայց այստեղ շատ ուշագրավ մի դրվագ կա,
տեսեք, Ադրբեջանն է պահանջում, որպեսզի իբրև փոխադարձ հայցերից հրաժարվեն, ինչի մասին Տիկին Սահակյանը խոսեց, բայց Ադրբեջանը եթե իրական ապացուցողական բազա ունենար այդ մարդկանց հետ կապված, շատ ավելի կուզենար, որ դա ստանար միջազգային հնչակություն, որովհետև սա ներքին սպառման համար ընթացող ինչ-որ գործընթաց է, դրանից բավական վտանգավոր հետևանքներով կրկին ներքին սպառման համար ասում են սա ֆաշիստական պետություն է եւ հետո ներքին սպառման համար իրենց հետագա ագրեսիվ վտանգավոր քայլերը կարող են ներկայացնել որպես պայքար ֆաշիզմի դեմ։ Բնական է դա միջազգային, այսպես ասած, անկալում չի ունենում, չկա դրա հիմք ապացուցողական, բայց դա արվում է ներքին լսարանի համար եւ ես համոզվել եմ նաեւ տարբեր միջազգային գործընկերների հետ շփումներից, որ Ադրբեջանի ներկայացուցիչները Իլհամ Ալիև այդ թվում բավականին այլ կերպ են իրենց պահում դռների հետևում, թույլ չեն տալիս այսօրինակ հաստատ այնտեղ չեն գնա ու հայերի մասին խոսելիս օգտագործեն այն տերմինները, որոնք օգտագործվում են իրենց ելույթներում, բայց իրական քաղաքականությունը վարում են այնպես, ինչպես խոսում են ներքին լսարանի համար։ Մեր մեջ միշտ է հյուրընկալումը կա, դա ներքին լսարանի համար, ներքին լսարանի համար։ Ներքին լսարանի համար արված ելույթներով ու քաղաքականությամբ առաջնորդում Ադրբեջանը, որովհետև այն տեքստերը, որոնք հնչել են փակ դռների հետևում, տարբեր միջազգային միջնորդների ներկայությամբ, դրանք բոլորս ինչիք են դարձել։ Ես դա փաստ է, եւ մենք պետք է հասկանանք, որ այդ ելույթները, այդ շինծու դատավարական գործընթացները, այնտեղ հնչող մեղադրանքները երկարաժամկետ ծրագրեր ունեն Հայաստանի դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ։ Այստեղ զուտ 15 հոգու, մեր 15 հայրենակցի վերաբերյալ չէ այս գործընթացը։ Այս գործընթացը երկարաժամկետ ուղղված է, առումով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, եւ եթե կարդաք այդ դատախազի մեղադրական, այսպես կոչված մեղադրական եզրակացությունները, վճիռները եւ այդ գործընթացի ընթացքում հնչած միտքերը, դա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն ու այդ գործընթացում երբ իրենք պահանջում են միջազգային իրավական ակտերի հետ քաշում, հայկական կողմը նույնիսկ չի կարողանում պահանջել, որպեսզի այդ ամբողջ դատավարական գործընթացները շինվեն, ուղղակի դադարեցվեն եւ այդ մարդիկ ազատ արձակվեն։ Որովհետեւ եթե Հայաստանը այսօր պատրաստ է բավականին լուրջ ապացուցողական բազա ունենալով միջազգային դատարանում դրանից բխող բոլոր հետևանքներով Ադրբեջանի համար դրանից հրաժարվելուց չի կարողանում անգամ պահանջել 15 հայրենակցի ազատ արձակում եւ վերադարձ կներեք 15 20 չէ, հա 15 Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր մեծ հայրենակիցները, որոնք անցնում են այդ գործընթացի միջով Այդ նշանակում է, որ ամբողջությամբ իրականացվում է ուժի սպառնալիքի քաղաքականություն, Հայաստանի իշխանություններն այն սեփական անջանությունն, անկարողությունը, այսպես ձևակերպեմ, թաքցնելու համար դա ներկայացնում է որպես խաղաղության օրակարգ, բայց բոլորս գիտենք, որ խաղաղություն առանց արդարության չի կարող լինել։ Իսկ այս ամբողջ գործընթացը անարդարության, ռիսկերի, ատելության, զավթողական ծրագրերի եւ նպատակների մասին է։ Ուստի ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ միգուցե 20 թվականից առաջ հնարավորությունները ավելի շատ կային ինչ որտեղ, քան այսօր կան։ Այսօր հնարավորությունները ավելի են նվազում, որովհետև այսօր արդեն Ադրբեջանի զավթողական ծրագրերը հստակ եւ անյերբված են Հայաստանի Հանրապետության դեմ, ընդ որում ոչ թե օրինակ միայն Սյունիքի մարզի կամ միայն Գեղարքունիքի մարզի դեմ, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության դեմ, ներառյալ մայրաքաղաք Երևանը։ Բացեք Ադրբեջանի գերատեսչական կայքերը, պաշտպանության նախարարության կայք, արտգործնախարարության կայք, նախագահականի կայքը, այնտեղ մայրաքաղաք Երևանը ներկայացված է որպես հին ադրբեջանական քաղաք։ Եվ բացեք մեր պաշտոնական կայքերը ու կտեսնեք, որ Արցախի մասին ամբողջ ինֆորմացիան ուղղակի ջնջվել է։ Ու դրա փոխարեն մենք ստանում ենք Արարատյան Ադրբեջան զավթողական ծրագիր խոսույթը, դեռևս խոսույթը, որին չտրվող ճիշտ գնահատականը հետո բերելու է շատ աղետալի հետևանքների։ Իսկ եթե գնահատականները տրվեն ճիշտ ժամանակին, դրանք կարող են դառնալ մեր ձեռքում գործիք, սա շատ կարևոր է հասկանալ։ Եթե մենք նույն այս ատելության բավականին վտանգավոր խոսույթը ճիշտ օգտագործենք ու ուղղենք Ադրբեջանի դեմ ժամանակին, մենք դրանով կապահովենք մեր հետագա անվտանգությունը, պաշտպանությունը եւ նաեւ հնարավոր խաղաղության կառուցումը արդարության հիմքով։ Շնորհակալություն, ուզում եմ հաջորդը Հասմիկ Ջալալյանին հաջորդ հարցը մի փոքր միգուցե ավելի թվավոր թեմայից շեղվում ենք, բայց իրականում ավելի լայն կոնտեքստին ենք անդրադառնում, որովհետև մենք խոսում ենք ատելության
խոսքի մասին, բայց ավելի լայն առումով ընդհանրապես ինքնորոշման իրավունքի հետ կապված վերադարձի իրավունքի, որը վերջերս էլի հաճախ է խոսում վերադարձի հնարավորության, ինչ արձագանքներ կան միջազգային, այդ խոսեցինք Պրահայի հանդիպման մասին, ի վերջո, երբ որ ասում ենք միջազգային հանրություն, կամ միջազգային հանրությունը այսպես է ճանաչում կամ այնպես է ճանաչում, ունենք որոշակի այդ առումով երաշխիքներ, որտեղ միջազգային հանրությունը ճանաչում է հայերի իրենց հայրենիքում ապրելու իրավունքը կամ ապագային գոնե միտված ինչ-որ հեռանկարի մասին է խոսում։ Շատ լավ, այս հարցի առնչությամբ ես պետք է ասեմ հետևյալը, ուրեմն 1999 թվականի մարտի 11-ին Եվրոպական պարլամենտը ճանաչել է ուրեմն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի լեգալությունը եւ լեգիտիմությունը։ Սա ուրեմն այսպես։ Մյուսը վերադարձի մասին, որ անդադ այսպես խոսում են, ճիշտ ասած տարբեր հանդիպումներում երբ հանդիպում եմ, ես ինչ շատ հետաքրքրում է, մարդ ինձ թվում է թե վերադարձ երբ որ ասում են, այդ վերադարձ բառը ասողները այդ միտքը կիսատ են արտահայտում։ Երբ որ միայն ասում են վերադարձ եւ կանգ են առնում այդտեղ։ Միայն շատ բարձ մարդկային տրամաբանական հարց է ցակում։ Երբ որ ասում ենք արցախցիները պիտի վերադառնան, ինչ կարգավիճակ պիտի ունենան այնտեղ։ Իլհամ Ալիևը օրը 24 ժամ հայտարարում է, որ հա արցախցիները կարող են վերադառնալ, իսկ ով է ասում, բայց Ադրբեջանի սահմանադրության ներքո պիտի ապրեն։ Այդ մարդը իր թեզը ընդունելի է մեզ համար, վատ է, լավ է, ասում է հստակ։ Մեր կողմից, ինչպես որ նախորդ 35 տարիների ընթացքում վարվել է անհասկանալի, պարտվողական, թույլ, զիջողական քաղաքականություն, շարունակվում է իրականացվել։ Ի հեճուկս նրա, որ հայկական կողմը իր դիվանագիտական թղթածրարում ունի շատ ավելի զորեղ փաստեր ու փաստարկներ։ Վերադարձի առումով միջազգային հանրության մոտեցումը որն է։ Ուրեմն 2022 թվականի փետրվարի 8-ին եւ 2022 թվականի հունիսի ներողություն, փետրվարի 17-ին եւ հունիսի 8-ին Եվրոպական պարլամենտը ընդունել է երկու բանաձև, որտեղ արձանագրել է, որ առաջինը կոնֆլիկտը կարգավորված չէ, երկրորդ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միջազգայինորեն ճանաչված միակ ձևաչափը եւ կոչ է արել վերադառնալ իր միջնորդական դերին։ Մյուսը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը ընդունել է բանաձև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Իշարած բազմաթիվ հայանպաստ ձևակերպումների, որից Ադրբեջանի վարչակազմը հիստերիայի մեջ ընկավ, այնտեղ կար նաև մի շատ կարևոր շեշտադրում։ Ուժի կիրառման հետևանքով Արցախի հայության բռնագաղթը իր նախնիների հայրենիքից չպետք է համարվի որպես նոր իրականություն։ Ես գրեթե բառացի մեջ բերեցի այդ բանաձևից։ Միջազգային հանրության անդամ առանձին երկրները նույնպես համարում են, որ կոնֆլիկտը չի կարգավորվել եւ նաեւ որ Արցախի հայությունը պիտի վերադառնա իր հայրենիք։ Ում մասին է խոսքը։ Մասնավորապես 2024 թվականի դեկտեմբեր ամսին Շվեյցարիայի համադաշնության օրենսդիր մարմնի ստորին պալատը, իսկ 2025 թվականի մարտ ամսին Շվեյցարիայի համադաշնության պարլամենտի վերին պալատը ընդունել են համապատասխան բանաձևեր։ Բայց գիտեք ինչ, ես նաև ուզում եմ այս ամենի հետ միաժամանակ ասել հետևյալը։ Բանաձևերը, բայց այդ բանաձևերը խոսեցնել, ծառայեցնելը ոչ շվեյցարացին, ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ որևէ ազգ, որևէ պետություն մեզ համար չի անել։ Մենք պիտի գիտակցենք, որ այդ ամենը պիտի կապիտալիզացնենք, այսինքն միջազգային իրավական ակտերը, որոնք ընդունվում են իշահ մեզ, մենք ինքներս։ Բայց այսօր Հայաստանի վարչակազմը վարում է բաց արցախատիաց քաղաքականություն։ Հիմա այս վարչակազմը ինչպես կարող է այս բանաձևերը ծառայեցնել իշահ Արցախի հայության վերադարձին։ Այս մարդիկ նույնիսկ իրենց կառավարման պաշտպանավարման օրոք ընդունված փաստաթղթերում ամրագրված պարտավորություններ չեն կատարում, մասնավորապես Արցախի հանրապետության առողջությանը։ Ազգային անվտանգության ռազմավարություն ընդունվել է 2020 թվականի հուլիսին։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիր, որը հիմք է հանդիսացել կառավարության 21-ից 26 թվականների ուրեմն գործունեության ծրագիրը մշակելու համար։ Այս մարդիկ սրանցից հրաժարվել են։ Իսկ ինչ վերաբերում է հաջորդ ապագա վարչակազմին, ես կրկնում եմ, ապագա վարչակազմերը պիտի թոթափեն նախորդ 35 տարիների, ըստ որում թե Արցախի հանրապետության եւ թե Հայաստանի հանրապետության բոլոր վարչակազմերի վախվորած թույլ քաղաքականության այսպես վարման այս մտայնությունը։ Μα ինչ պետք է անեն դրա համար, օրինակ արմատական առումով, որը կարող է լինել օգտակար քայլ, որ մինչև հիմա չի արվել եւ բազմաթիվ առիթներ է Հայաստանը ունեցել դրա համար։ Ես խորապես համոզված եմ, ես առիթ ունեցել եմ իմ հրապարակային խոսքում ասելու եւ հիմա առիթ օգտագործելու կրկնում եմ։ Հայաստանի Հանրապետությունը պիտի ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը։ Բայց չի ճանաչել։ Հիանալի 6 առնվազն 6 հիանալի հնարավորություններ ունենալով։ Հիմա մենք ումից ենք դժգոհում։ Ռուսաստանը այսպես արեց, Ամերիկան այսպես խոսեց, Մակրոնը այնպես արեց։ Դե ամբողջ աշխարհը ոմես պարտք չի վերջի վերջում։ Տեսեք, ես իմ արտաքին քաղաքական կողմնորոշման առումով հուսամետ չեմ, բայց ռուս-ուկրաինական պատերազմի եւ այս կոնֆլիկտի հետ եթե զուգահեռ տանենք, ինչ արեց Ռուսաստանի նախագահը։ Շատ հանգիստ ճանաչեց Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնը, Զապորոժիեն։ Անցկացրեց այնտեղ հանրակրվի միացրեց Ռուսաստանին, վերջացավ։ Այդ հող այնտեղ Շարլ Միշելն էլ, Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ, ինչքան ուզում եք խոսել, այսօր կան չկա, վաղը չկա։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում Շարլ Միշելի միջնորդությամբ։ Հիմա Շարլ Միշելը որտեղ է գա Արցախի հայության ցավին դարման լինի։ Տուն տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած, մարդիկ խաղաղ պայմաններում ուղղակի կաթվածից մահանում է։ Դուք ինքներդ էլ դա շատ լավ գիտեք։ Բազմաթիվ Արցախի մեր հայրենակիցներ ուղղակի մահանում են։ Սրտի կանգեր են ունենում մարդիկ, չեն կարողանում դիմանալ այս վիճակին։ Եվ սա դիմանալու վիճակ չէ։ Հիմա որտեղ են այդ Շարլ Միշելները։ Վաղն էլ չեն լինելու, մյուսօրն էլ չեն լինելու։ Քանի մենք չենք իրականացել այն ինչ որ բխում է մեր շահերից։ Իսկ դրա համար պիտի ունենալ հայրենատեր վարչակազմ։ Պետական ազգային շահերը սպասարկելու հետագիծ ունեցող վարչակազմ։ Այսքանը։ Շնորհակալություն եւ վերջին հարցը մինչեւ լսարանի հարցերին անդրադառնալը Տիկին Սահակյան, մենք խոսեցինք հիմնական ուրեմն ատելության խոսքի դրսևորումների մասին, խոսույթների մասին։ Ի վերջո կարծես կարող է բաց հարց մնալ, թե այդ ամենը ինչքանով է արտացոլում հենց պետական քաղաքականությունը։ Զեկույցում հարուստ նյութ կա, բազմաթիվ, ինչպես նշեցի, տասնյակ եւ հարյուրավոր մեջբերումներ կան փորձագետներից, նույնիսկ իրավապաշտպաններից, լրագրողներից։ Ի վերջո այդ ամենը վկայում է արդյոք, որ դա պետական քաղաքականություն է, հռետորաբանություն է։ Կարող են ասել, որ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, դա իրենց համոզմունքն է եւ այսպես շարունակ։ Սա մի հարց եւ դրա հետ կապված երկրորդ հարցը, որպես այս ամբողջ քննարկման նաեւ ամփոփում։ Ինչ միջազգային իրավական գործընթացներ կարելի է նախաձեռնել, այն ինչ որ արված է ու կա դա որպես հիմք ընդունելով եւ նաեւ այդ թվում այս զեկույցի եւ նմանատիպ այլ փաստահավաք առաքելությունների նյութը օգտագործելով։ Ուրեմն նախ, երբ որ մենք բախվում ենք խտրականության կամ ատելության դրսևորումների, պետք է հասկանանք այդ արարքները ում են վերագրելի, արդյոք գործ ունենք իզոլացված ակտերի հետ, որոնք թողնված են անհատական նախաձեռնությունների, թե դրա հետևում մենք ունենք պետական գործելակերպ։ Եվ ըստ էության երևույթների տարածվածությունը, մակարդակը ևս գործոն է ցուցադրելու պետական քաղաքականությունը եւ այս առումով նշեմ, որ արդեն իսկ արտադրության միջազգային դատարանը իր անհապաղ միջոցներ կիրառելու որոշումներում տարբերակում է մտցրել, օրինակ Ադրբեջանի բարակայում օգտագործել է հենց պետական քաղաքականություն եզրույթը եւ կոչ արել, որպեսզի քաղաքականության մեջ վերածվեն դրսևորումներ, մինչդեռ
Հայաստանի հետ փոխհարաբերություններում օգտագործվում է այն եզրույթը, որ Հայաստանը պետք է կանխի անհատների կողմից առանձին դրսևորումներ, ինչը նշանակում է, որ դրանք անհատական մակարդակով դրսևորումներ են, պետությունը չի խրախուսում, չի հովանավորում, այդ հարց է, որ ատելության դեմ պայքարը նաև անհատական պատասխանատվության հարցեր է առաջ քաշում։ Բայց մենք նաև գնահատել ենք այդ ատելության դրսևորումները եւ առանձնացրել ենք հետեւյալ ասպեկտները, որը հավելյալ վկայություն է համակարգված բնույթի մասին։ Ուրեմն դրանցից առաջինը հենց արևմտյան Ադրբեջան խոսույթի օգտագործումն է։ Այստեղ նաև հետաքրքրական է այն, որ փախստականների միությունը այդ հասարակական կազմակերպությունը, որը նախորդ 30 տարիներին զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ադրբեջանցիների վերադարձի հարցերով, շատ արագ կերպով 2022 թվականին վերափոխվեց արևմտյան Ադրբեջանի համայնք հասարակական կազմակերպության, որի Անդրանիկ նիստում նաև ելույթ ունեցավ Ալիևը եւ այստեղ հստակ տարածքային հավակնություններ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, բայց այս փոխակերպումը, երբ հասարակական միավորը զբաղվում էր բուն մարդասիրական, այսպես կոչված փախստականների խնդիրներով, բայց պետության օրակարգի փոփոխությամբ պայմանավորված վերափոխվեց եւ նոր օրակարգ իր առջեւ դրվեց, արդեն իսկ վկայում է, որ այստեղ կա պետական գործելակերպ։ Մյուսը, որ մենք նաև ունենք խոսույթ, երբ ուղղակիորեն Հայաստանի տարածքների եւ տարածքային ամբողջականության նկատմամբ են հավակնություններ արտահայտում, Զանգեզուրի, Միջանցքի առանձին տարածքներ Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ ելույթները, դրանք այո հավակնություններ են եւ կարող են հանգեցնել նաեւ ագրեսիվ գործելակերպի, որից հետո մենք տեսնում ենք, որ հայկական մշակութային ժառանգությունն է ներափոխվում եւ այստեղ օգտագործվում է նաեւ մշակութային ցեղասպանության հռետորաբանությունը եւ մշակութային օբյեկտները իրենք խիստ պաշտպանված են եւ հասկանալի է, որ այդ շինությունների քանդման, վերափոխման արարքները չեն կարող մասնավոր նախաձեռնություններ լինել, սրա հետևում հենց պետության գործողություններն են, ընդ որում նաեւ պատգամավորների կողմից այս քանդման, ոչնչացման արարքները օգտագործվում են հավելյալ ատելություն սերմանելու նպատակով, օրինակ ոչնչացվում են կեղտոտ հայերի հետքերը, այսինքն դրանցով ոչ միայն խրախուսվում է, այլ կրկին այդ քանդման մշակութային ժառանգության ներափոխումը օգտագործվում է առիթ կրկին ատելություն սերմանելու նպատակով։ Եվ նաև սա էլ է շատ կարևոր, որ հայերը որակվում են որպես անջատողականներ կամ ահաբեկիչներ, այս քայլերը միջազգային իրավունքում կարող են արդարացնել ռազմական ուժի գործադրումը, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում Ադրբեջանը դա ներկայացնում էր որպես իր տարածք, եւ ավելին պնդում էր, որ ունի ինքնապաշտպանության իրավունք, քանի որ տևական ժամանակ իր տարածքները մնացել են այսպես կոչված օկուպացված երրորդ պետության Հայաստանի Հանրապետության կողմից, ապա գործում է նաև ուշացված ինքնապաշտպանության մոտեցումը եւ ցանկացած պահի կարող էր ուժ գործադրել ինքնապաշտպանվելու եւ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով։ Հիմա քանի որ այս խնդիրը լուծել է ակնհայտորեն ոտնահարելով միջազգային իրավունքը, անջատողականներ կամ ահաբեկիչներ որակելը օգնելու է Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ոտնձգությունները արդարացնելու նպատակով ահաբեկչությունը, հանցագործությունը եւ կա այսպես կոչված հասկացություն war on terror, այսինքն ահաբեկչության դեմ պատերազմ,
եւ ահաբեկչությունը թույլատրում է այո նաեւ պատերազմ վարել այդ խմբավորման նկատմամբ անկախ գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից ուստի եթե հայերը անջատողականներ են ահաբեկիչներ են ապա Հայաստանի տարածքում կարող է արդարացված լինել ռազմական գործողությունները Հիմա Հայաստանի Հանրապետությունը ըստ էության մասնակի է օգտվում այն լայն իրավական քաղաքական հնարավորություններից, որը առաջարկվում է արտաքին հարաբերություններում, թերևս ամենադրական քայլը, որը իրականացվել է, դա իրավական բազմաթիվ հայցերի ներկայացումն է, որոնց ճակատագրերը այս պահին ռիսկային են եւ հասկանալի է, որ այդ կանգատներից հետ հրաժարումը որևէ կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, դա կարող է բացառապես թելադրված լինել Ադրբեջանի կամ այլ ուժերի կողմից, սպասարկելու հենց ադրբեջանական գործելակերպը, բայց Հայաստանը օրինակ ոչ բոլոր իրավական հարթակներից է պատշաճ օգտվում մենք հավերացրել ենք միջազգային քրեական դատարանի հողի ստատուտը բայց հետաքրքրական է, որ ճանաչել ենք դատարանի յուրիսդիկցիան ոչ թե բոլոր հանցագործությունների, այլ 3 հանցագործությունների նկատմամբ, որոնք են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը եւ ցեղասպանությունը, բայց միջազգային քրեական դատարանը իր ստատուտով նաեւ սանկցավորում է ագրեսիան եւ Հայաստանի Հանրապետությունը հենց ադրբեջանական ագրեսիայի զոհ է Սակայն ագրեսիայի իրավազորությունը ճանաչելու նպատակով պետք է լրացուցիչ փոփոխություններ ստորագրվեն, վավերացվեն եւ Հայաստանի Հանրապետությունը օրինակ այդ լրացուցիչ արձանագրությունները փաստաթղթերը չի վավերացնում, ինչը նշանակում է, որ իր երկրի տարածքում կատարված ագրեսիվ պատերազմի հարցը չի վերապահում միջազգային քրեական դատարանին եւ այստեղ հարց է առաջանում, եթե 2021 թվականից ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, առաջ խաղացել են 2022 թվականին կատարել են նոր հանցագործություններ եւ մշտապես գտնվում են այդ սպառնալիքի ներքո ինչու Հայաստանի Հանրապետությունը չի մեծացնում իր տարածքների եւ հայերի պաշտպանվածությունը այդ լրացուցիչ փաստաթղթերը ստորագրելու եւ միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիա նաեւ ագրեսիայի հանցագործության համար ճանաչելու նպատակով։ Կարծում եմ պատճառը բացառապես քաղաքականն է, նույն կերպ մենք պասիվություն ենք տեսնում միջազգային քրեական դատարանը գործարկելու հարցում, ինչպես գիտեք, պետությունը կարող է իրավիճակը հղել միջազգային քրեական դատարանին, մենք տեղյակ ենք եւ նաեւ բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ փաստաթղթավորել են մի շարք հանցագործություններ, այդ թվում բռնի տեղահանումը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, այդ փաստերը, ապացույցները իր տիրապետության տակ ունենալով Հայաստանի Հանրապետությունը առ այսօր իրավիճակը չի հղել միջազգային քրեական դատարանին, ընդ որում միջազգային քրեական դատարանը տարբերվում է մյուս իրավական գործընթացներից նրանով, որ այստեղ անձերի քրեական անհատական պատասխանատվության հարցեր են քննարկվելու եւ հասկանալի է, որ բռնի տեղահանումը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ծրագրավորվել, հրահրվել, պլանավորվել եւ թելադրվել է հենց Ադրբեջանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ միջազգային քրեական դատարանի գործունեությունը կնշանակի հատուկ քայլեր իրականացնել հենց վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Հայաստանը նույնիսկ զգուշավորություն է դրսևորում պետության պատասխանատվության խնդիրներ բարձրաձայնելիս, իսկ նրանք, որոնք առնչվում են անձերի նկատմամբ սահմանափակումներին, որևէ գործելակերպ չկա եւ այստեղ մենք միտումնավոր պասիվություն ենք տեսնում, նույնակերպ մոտեցում ես տեսնում եմ պատժամիջոցների հարցում,
առանձին պետություններ, նաև Եվրոպական միությունը ունի Global Magnitsky մարդու իրավունքներին առնչվող ակտ, որի նպատակը մարդու իրավունքների պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավվածություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին քաղաքական պատժամիջոցների ենթարկելն է։ Այս գործիքները ինտենսիվորեն կիրառվեցին վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ պաշտոնյաների, Բելարուսի, ընդհանուր մինչև գլխավոր դատախազ, անվտանգության ծառայության ղեկավարներ, անգամ դատավորներ, քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, բոլոր այն պաշտոնյաները, որոնք հրահրել էին կամ չէին կանխել մարդու իրավունքների դեմ կոպտագույն խախտումներ, եւ հասկանալի է, որ Արցախում եւ Հայաստանում կատարված հանցագործությունները իրենց բնույթով ավելի ծանր են։ Այստեղ մենք ոչ թե գործ ունենք ցուցարարի նկատմամբ բռնի ուժի կիրառման կամ միայն սահմանափակ ապօրինի կամական ազատազրկումների հետ, այլ մենք գործ ունենք բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի հետ, չմոռանանք, որ տասնյակ գերիներ այս պահին գտնվում են անհայտության մեջ, շատերը խոշտանգվում են, շատերը կամական ազատազրկվում են եւ ցավալի է, որ մենք նաեւ եվրոպական այս տարածաշրջանում ունենք խաղաղ բնակիչների գլխատումներ ցուցադրական, որոնք նաև ահաբեկման եւ նաև ատելության սերմանման նպատակ են հետապնդում, հասկանալի է, որ այս գործելակերպը ամբողջովին ընկնում է սանկցավորվող գործելակերպի ներքո, սակայն այս առնչությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվ նաև նշեմ, որ Ադրբեջանը նաև շատ ակտիվ է միավորված ազգերի կազմակերպության հարթակում, որտեղ այո դիվանագիտական քաղաքական առումով ունի առավելություն, հաշվի առնելով, որ թուրքական կամ իսլամական երկրները միայն սոլիդարությունից ելնելով ապահովում են հատ քվեների որոշակի քանակ, եւ նրանք այդ արևմտյան Ադրբեջանի թեզերին զուգահեռ որպես լրջագույն մարդասիրական խնդիր փորձում են ներկայացնել ականների հարցը եւ վերջին ամիսների ընթացքում էլ մարդու իրավունքների խորհրդում մի քանի նախաձեռնություններ են մեկնարկել, որոնց այո նպատակը Հայաստանին մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրելն է, սրանով նաև այդ հայլային պատկերն է ստեղծվում, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը եւ հայերը զոհեր են, այլ նրանք ծրագրավորում են հանցագործություններ եւ Ադրբեջանը թե նախորդ տարիների ընթացքում եւ թե ներկայումս տուժում է Հայաստանի Հանրապետության գործողություններից, այդ թվում ագրեսիվ գործելակերպից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի բանախոսներ, բավական հետաքրքիր հարուստ ելույթների համար։ Մինչև լսարանի հարցերին անդրադառնալը կցանկանայի ուղղակի պատկերավոր որոշ օրինակներ ցույց տալ, որ նաև հետագայում, երբ որ զեկույց ուսումնասիրեք, պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Տեսակ զեկույցի, այսպես ասած, տեսական հատվածներն են, որտեղ ատելության խոսքն է վերլուծվում, միջազգային չափանիշները եւ օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու դրա հեռահար նպատակները։ Սկսում ենք պատմական համատեքստից, այն ինչ որ նաև մեր բանախոսներից մեկը հիշատակեց, օրինակ Հեյդար Ալիևի Արևմտյան Ադրբեջան եզրը, որը այսքան հաճախ է հիմա կիրառվում, առաջին անգամ օգտագործվել է նախորդ նախագահի Հեյդար Ալիևի կողմից, նույնիսկ ամսաթվով երևում է 1998 թվականի դեկտեմբերի 11-ին եւ այսպես շարունակ բավականին հետաքրքիր հարուստ նյութ կա այն մասին, թե
այս թեզերը նաև ինչ, այսպես ասած, պատմական համատեքստ ունեն, ինչպես որտեղ են կիրառվել, ինչ առիթով, ինչ կապակցությամբ եւ այլն։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են կապակցված այդ թեզերը։ Սովորաբար յուրաքանչյուր ենթագլուխ զեկույցի սկսվում է բարձրաստիճան ղեկավարության խոսքի մեջբերումներից, օրինակ Ալիևի հարցազրույցը տեղական հեռուստատեսություններին Արցախի օկուպացիայից հետո կրկին մեջբերումներ, որտեղ տեսնում ենք, թե ինչպես են հիմնավորում թեզերը եւ դրանից հետո գալիս են նաև այլ պաշտոնյաների եւ նաև այլ բնակավարներ ներկայացնող անձանց մեջբերումներ, որոնք համահունչ են նախագահի ելույթին եւ կրկնում են այդ թեզերը։ Օրինակ Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալաքբերլի։ Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չվերադառնանք Արևմտյան Ադրբեջանի հողեր, որոնք այսօր համարվում են Հայաստանի տարածք։ Բազմաթիվ թեզեր ուղղակի առանց փոփոխության նույնիսկ կրկնվում են, առանց որևէ փոփոխության։ Պատգամավոր ազգային Որտեղ հնարավոր է նաև այդ բանն է ներկայացված, թե տվյալ խոսքի հեղինակը ով է, ինչ կարգավիճակ ունի, դա էլ է հետաքրքիր կապեր բացահայտում, օրինակ, ասենք, բանախոսների այդ հեղինակների մի զգալի մասը տարբեր առնչություններ ունեն գործող իշխանությունների հետ, պարգևատրումներ են ստացել, պատգամավորներ են, բացի նաև օրինակ փորձագետ լինելը եւ ակնհայտ է այդ կապերը։ Մինի մեջլիսի նախագահի առաջին տեղակալի խոսքը, պատգամավորի խոսքը, թղթակցի, լրագրողի խոսքը, կրկին հայկական պետության տարածքը, որը ստեղծվել էր Արևմտյան Ադրբեջանի հողերում եւ այլն, այսինքն այսպես շղթայաբար մենք տեսնում ենք, թե ինչպես ուրեմն սկսում ենք բարձրաստիճան ղեկավարությունից եւ ինչպես են այդ թեզերը նույնիսկ պատկերավոր զեկույցում կարելի է այդ ամենը տեսնել։ Այստեղ երևի կանգ առնենք, մնացած արդեն մանրակրկիտ ուսումնասիրության հարցը եւ հիմա խնդրենք լսանից սկզբում հարցեր, եթե դիտարկումներ կունենա կամ կարճելիքներ, դրանք թողնենք վերջում, հիմա հարցեր։ Ուզում էի ճշտել, թե այս զեկույցը ներկայացվելու է միջազգային կառույցներում, միջազգային հանրությանը, ինչպես ինչ ճանապարհով եւ ձեր կարծիքով սա Ադրբեջանի գործողությունների դեմ կարող է որևէ ազդեցություն ունենալ, հակազդել այդ գործողություններին եւ մեր գերիների պատանների հետ կապված է այս շինծու դատավարությունը, որ Տիկին Հայրապետյանն նշեց, որ ուղղված է Հայաստանին։ Հայաստանը ինչ է անում եւ գիտակցում է, որ այդ դատավարությունը իր դեմ է ուղղված եւ այդ փակ դատավարության համատեքստում որևէ բան հնարավոր է անել։ Ուրեմն նախ այս զեկույցի նպատակը այո փաստագրել, փաստաթղթավորել ատելության գոյությունը եւ սա մենք ոչ միայն ներկայացնում ենք միջազգային գործընկերներին, այլ նաև այս զեկույցները օգտագործվում են դատական գործընթացներում ատելությունը ցուցադրելու եւ ատելության պայմաններում մարդու իրավունքների խախտումներ կամ հանցագործություններ կատարելու հանգամանքը հիմնավորելու տեսանկյունից եւ օրինակ առանձին հանցագործությունների պարագայում էլ պետական քաղաքականությունը որպես գործոն է արարքը որակելու տեսանկյունից, օրինակ եթե մենք վկայակոչում ենք մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ ցեղասպանություն, ապա պետք է կարողանանք ցուցադրել ոչնչացնելու նպատակ պետության կողմից կամ հետքեր ջնջելու նպատակ, օրինակ բռնի տեղահանման պարագայում մենք պարտավոր ենք ցուցադրել նախ դրա բռնի բնույթը եւ նաեւ այնտեղ վերադառնալու անհնարինությունը կամ տվյալ տարածքը էթնիկ խմբից մաքրելու պետական մոտեցումը Ուստի այս զեկույցները բացի այն, որ միջազգային գործընկերներին հնարավորություն են տալիս պատշաճ հասկանալ իրողությունը եւ չտրվել ադրբեջանական քարոզչությանը,
Դրանք ունեն ապացողական նշանակություն դատական գործընթացներում, դրանք օգտագործելի են ապակա միջազգային քրեական դատարանի որևէ գործընթացում եւ ինտենսիվորեն մենք սրանք օգտագործում ենք նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում բոլոր խախտումները մենք համակցում ենք խտրականության դեմ պայքարին առնչվող հոդվածի հետ եւ մեր մոտեցումը այն է, որ բոլոր հանցագործությունները պայմանավորված են հայերի ազգային էթնիկ պատկանելիությամբ, այսինքն էթնիկ հանգամանքը ինքնին հանցագործություն ծնող, դրա կատարմանը նպաստող գործոն է։ Հիմա եթե անդրադառնանք դատավարություններին եւ գերիների վերադարձի հարցին, նախ ինչու ենք մենք նշում, որ այս դատավարությունները Հայաստանի Հանրապետության դեմ են։ Մեկ պարզ պատճառով, որ այս դատավարությունների ընթացքում Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ Արցախը որպես կենսունակ ինքնավարության բարձր աստիճան ունեցող միավոր գոյություն չի ունեցել եւ իրականում Արցախի վարչակազմը արհեստականորեն ներմուծվել Հայաստանի Հանրապետության կողմից ադրբեջանական տարածքների զարթումը արդարացնելու եւ այնտեղ վերահսկողություն ունենալու նպատակով։ Նախորդող տարիների ընթացքում, երբ հակամարտության լուծման ուղիներ էին ընտրվում, այդ թվում ՀՀԿ Մինսկի հովանու ներքո, հարց էր առաջանում, արդյոք Արցախի ինքնորոշումը արդյունք է եղել Արցախի անկախության ինքնահռչակումը արդյունք է եղել ինքնորոշման իրավունքի արտահայտման, թե այստեղ գործ ունենք տարածքային ամբողջականության իրավունքի խախտման հետ, երբ երրորդ պետությունը զավթել է ադրբեջանական տարածք եւ այստեղ արհեստականորեն ներմուծել խամաճիկային վարչակազմ։ Եվ այս սահմանագիծը շատ կարևոր է եւ կախված նրանից, թե ինչպիսի գնահատական կձևավորվի, մենք կամ կունենանք ազգերի ինքնորոշման իրավունք, որը ապօրինաբար բռնաճնշվել է Ադրբեջանի կողմից եւ այստեղ ագրեսիա է դրսեւորվել, կամ մենք ունենանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքի խախտում, որի պատասխանատուն ըստ էության լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա Ադրբեջանը նախկինում որևէ ապացույց չէր կարողանում գեներացնել բայց այս թեզերը մշտապես քաշվել են, այս թեզերը իրենց կենսունակությունը չեն կորցնում, հիմա այս դատավարությունների միջոցով Ադրբեջանը ըստ էության այդ ապացույցներն է հավաքում։ Օրինակ պետք է հասկանանք, ինչու են պարտադրում որոշ ղեկավարների ասել, որ իրանք ցուցումները ստացել են Հայաստանի Հանրապետությունից, որ իրանք ինքնուրույն որոշում չեն կայացրել։ Այս փաստի վերաբերյալ նման վկայությունը հնարավորություն է տալիս պնդելու, որ վարչակազմը ինքնուրույն չի եղել, կենսունակ չի եղել եւ դրածո է եղել, որը բոլոր մակարդակի որոշումները համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության հետ եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ Հայաստանի Հանրապետությունը իր վարչակազմի միջոցով զավթել է այսպես կոչված Արցախի տարածքը եւ նման ապացույցները վստահեցնում են, որ օգտագործվելու են ավելի մեծ ինտենսիվությամբ միջազգային գործընթացներում։ Օրինակ Ադրբեջանը ունի երկու հայց, ՄԱԿ-ի Permanent Court of Arbitration, արբիտրաժային մշտական դատարանում եւ տնտեսական գործունեության հետևանքով բնությանը եւ այլ շահերին պատճառված վնասի վերականգնման խնդիր է դնում։ Հիմա տեսեք, հայցը ներկայացված է Հայաստանի Հանրապետության դեմ եւ Ադրբեջանը պետք է հիմնավորի, որ Հայաստանի Հանրապետությունն է տնտեսական գործունեություն իրականացնել, ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի վարչակազմի գործողությունները ամբողջովին վերագրելի են Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա այս ցուցմունքների միջոցով նրանք փորձելու են բերել եւ հիմնավորել, որ Արցախում գործունեություն իրականացրել է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա շատ վտանգավոր է եւ Հայաստանի Հանրապետությունը կարծում եմ պետք է կարողանա հակազդել այս կեղծ թեզերին։
Դատավարությունների մասով մենք մեծ սպասումներ չենք կարող ունենալ եւ չենք էլ ակնկալում իրավունքների վերականգնում ադրբեջանական դատական ատյանների կողմից։ Ի սկզբանե մեր մոտեցում այն է եղել, որ Ադրբեջանը չի կարող որևէ հայի համար ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն, այդ թվում դատական պաշտպանություն, քանի որ նախ հայերը Ադրբեջանում բռնաճնշվում են պետական քաղաքականության շնորհիվ եւ այնտեղ կա խտրականության ատելության այնպիսի բարձր մակարդակ, որը զրկում է դատավորին անաչառ գործելու հնարավորությունից։ Դրա համար խնդիրը պետք է վերաձևակերպել, այն է հասնել այդ փաստերի արձանագրմանը, այդ թվում միջազգային անկախ կառույցների գործունեության շնորհիվ, որից հետո միջազգային մեխանիզմների գործարկմամբ այդ անձանց իրավունքների պաշտպանություն իրականացնել։ Ադրբեջանական դատարանների գործունեությունը մենք չենք կարող լեգիտիմացնել թվացյալ պաշտպանություն կազմակերպելու նպատակով, բայց տեղ գտած խախտումների մասին պետք է խոսել, դրանք պետք է բարձրաձայնել, դրանք պետք է փաստաթղթավորել, որից հետո այդ ամենը ներկայացնել վերազգային կառույցներին, որոնք վերջնական գնահատական կձևավորեն մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Իրավական ակտերի գոյությունը մեզ համար հավելյալ քաղաքական ճնշում գեներացնող հանգամանքներ են, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը միայնակ չի կարողանում միջազգային ճնշման միջոցով զսպել Ադրբեջանի ապօրինությունները կամ ապահովել մեր հայերի իրավունքների պաշտպանություն, հասկանալի է, որ այստեղ պետք է օգնության գան իրավական ակտերը, որոնք իրենց իրավական բնույթով կամ հետագա քաղաքական պրոցեսների միջոցով կճնշեն Ադրբեջանին եւ միգուցե մենք այնտեղ կունենանք փոփոխություններ, բայց սրան պետք է նայել որպես երկարաժամկետ պրոցես, քաղաքական առումով, եթե խնդիրը չի լուծվում, հաշվի առնելով նաև այս խաղաղության շուրջ քննարկումները եւ կարծում եմ դրանց նաև ապահով կառուցողական բնույթը, հասկանալի է, որ վերջնական լուծում պետք է ապավինենք հենց իրավական գործընթացների միջոցով։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցը։ Ուրեմն ատելության խոսքը Ադրբեջանում ես բարեբախտաբար ադրբեջանական մեդիային հետևել եմ նաև մինչև 2018 թվականը ու Ալիևի հռետորաբանությունը միշտ եղել է նույնը։ Երևանը ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրը նույնպես ադրբեջանական է, բայց այստեղ կարևորը Ալիևի այդ բլեֆը չի, այլ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում դրան ներսում։ Մինչև 2018 թվականը բոլոր մեդիա դաշտը նպատակահարմար չէր գտնում այդ ատելության խոսքը ներսում տարածելու։ Իսկ 2018 թվականին ու վարում են լրիվ ամբողջությամբ Ջայլանի քաղաքականություն։ Իսկ 2018 թվականից հետո ինքը սկսեց ամենօրյա ռեժիմով պրոյեկցել, տարածել այդ ատելության խոսքը, գեներացնելով ներսում այդ լարվածությունը։ Ինչը որ էլ ավելի ոգևորում էր Ալիևին, ես շարունակում էի հետևել։ Բացի այդ լսեցի կարծիք, որ այժմյան իշխանություն, հետագայի իշխանությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը նույնպես կրում է նախորդների վախորած քաղաքականության հետևանքները, հաջորդը նույնպես կրել է ու ստացվում է, որ մենք ճիշտ դժգոհ ենք լինելու մեր բոլոր իշխանություններից։ Հարցս, իսկ իրականում չեք կարծում, որ մեղքը հենց այն առաջին իշխանությանն էր եւ Հայաստանում եւ Արցախում, ովքեր որ հետամուտ չեղան 90-ականների օրինական հանրաքվեի արդյունքներին, որով Արցախի ժողովուրդը արդեն իսկ իր կամքն էր արտահայտել միանալու Հայաստանի Հանրապետությանը, որը մեծ շատ կարևոր եւ ուժեղ հաղթանակն էր։ Չգիտեմ, դրանից ավելի ուժեղ շանս մենք ունեցել ենք արդյոք թե ոչ։ Ես կմեկնաբանեմ, բայց նաև հնարավորություն կտամ գործընկերներից։ Ես իրականում կարծում եմ, որ եթե պետք էր բանակցային ճանապարհով հասնել հարցի լուծմանը, ապա Հայաստանը պետք է իր ամենաուժեղ բանակցային կետում կարողանար այդ խնդիրը լուծել,
իսկ պատերազմում հաղթած պետությունը կարծում եմ հենց տվյալ ժամանակահատվածում է, որ թելադրելու դիրք ունի եւ իրական հնարավորություն պարտվածին հարկադրելու այնպիսի լուծում, որը երկարաժամկետ կտրվածքով երկկողմանի ընդունելի կլինի, եւ եթե այդ պահը բաց էր թողնված, զարգացումների նման ընթացքը կարծում եմ կանխատեսելի էր եւ եթե մենք նաեւ գումարում ենք, որ որոշակի կետից Ադրբեջանը այլևս չէր ցանկանում բանակցային ճանապարհով հասնել որևէ լուծման, որովհետև կարծում էր, որ միակողմանի ռազմական ճանապարհով հասնելու խնդիրների լուծման դրա համար պետք չէ միջանկյալ հարցեր կամ ինչ-որ օգուտներ բանակցել, Հայաստանը պետք է ճիշտ հակառակ դիվանագիտությունը բարեր եւ նաեւ չմոռանանք տնտեսական գործոնը, այսինքն տարիները նաեւ տնտեսական խզումներն էին ընդլայնում եւ ռազմական ուժի առումով անհավասարությունը մեծացնում էին եւ նման պայմաններում եթե օրինակ հայ հասարակությունը գեր մոբիլիզացված եւ կոնսոլիդացված չէր, որ գերմանական ճապոնական ճշգրտությամբ անցալեր, որ ինքը գտնվում է ռազմական դրության մեջ եւ պետք է զարգացնի երկիրը այնպիսի տեմպով կամ ասեն գիտական այնպիսի նվաճումներ ունենա, որ այս անհավասարությունները ի վնաս չլինեն, հասկանալի է, որ թերևս այլ հնարավոր ելքերը պետք է բացառված լինեին։ Ես գիտում եմ այն մոտեցումը, որ հարցը պետք է լուծում ստանա շատ ավելի վաղ ժամանակահատվածում, իսկ պատերազմի կանխման միակ միջոցը դա Հայաստանի ճիշտ զարգացումն էր, որին կարելի էր հասնել կատարյալ կառավարման ճանապարհով եւ ուղղակի բաց թողումները անթույլատրելի էին, դրանք հավասարեցված էին մեր իրողության բարևեմ հանցավոր գործունեության։ Հնարավորություն տամ։ Շնորհակալ եմ։ Իրականում ցավալիորեն դուք սխալվում եք, մինչև 18 թվականը եղել են բազմաթիվ զեկույցներ, դրանց համահեղինակ եղել եմ նաև ես, 14, 15, 16 թվերին, այնքան տարիքս ցույց չի տալու, որ ավելի հետ գնամ, բայց առնվազն 14-15 թվականներից Ալիևի խոսույթի վերաբերյալ եղել են բազմաթիվ զեկույցներ եւ անգլերեն եւ հայերեն խոսքի մասին ատելության խոսվել է ներսում, եթե հիշեք Սաֆարովի հայտնի դեպքը դա մեծ բարձրացրեց եւ Հայաստանի Հանրապետության ներսում եւ պաշտոնյաների կողմից եւ երկար ժամանակ այդ թեման շրջանառվում էր, այսինքն ասել, որ դրա մասին նախորդ թիվ չի խոսվել, ճշմարտության հետ աղերս չունի, խոսվել է, բայց այլ բան, որ պետական քաղաքականության առումով չի գիտակցվել ատելության խոսքի լրջությունը եւ հետևանքները։ Դա չի գիտակցվել, դա մինչ օրս չի գիտակցվում։ Մենք շարունակ մտածում ենք, որ դա վերաբերվում է մեկ ուրիշին։ Դա մեր մասին չէ, այդ հայը, որի մասին Ալիևը խոսում է, ես չեմ։ Միգուցե մեկ ուրիշն է, Սյունիքում ապրող հայն է, նախկինում Արցախում ապրող հայն էր, հիմա կարող է Գեղարքունիքում ապրող, ինչ չի վերաբերվում, ոչ։ Դա վերաբերվում է մեզ բոլորիս, բոլոր նրանց, որոնք էթնիկ հայ են, անկախ նրանից, թե ինչքանով իրենք դուր կգան Ալիևին կամ դուր չեն գա իրենց խոսույցներով եւ ելույթներով։ Իսկ ինչ վերաբերում է հիմա իհարկե կարող ենք հետ գնալ ու տարբեր ժամանակներում քննարկել իրավիճակը, ես մի կարծիք ունեմ, քանի որ Ալիևին եմ առանձնահատուկ հետևել, ինքը մի հայտնի արտահայտություն ունի, ասում է կյանքի առաքելությունը պատերազմն է, ու դա ինձ հարկադրում է մտածելու, որ մենք խաղաղ կարգավորման հնարավորություն ունեցել ենք մինչև Իլհամ Ալիևի գալը իշխանության։ Ես ունեմ այն վստահությունը, որ գալով իշխանության ընդունել է պատերազմի մասին որոշում, Հեյդար Ալիևի հետ քննարկումներում այդ հնարավորությունները ավելի շատ են, վերջին քննարկումներ փաստացի քիվեստներ, որից հետագայում Ադրբեջանը հրաժարվեց, եւ Իլհամ Ալիևը մի ելույթ ունի, որտեղ ասում է տարիներով մեր առջև դրվել են լուծումներ, որոնք ես մերժել եմ։ Ու ես միշտ չեմ հասկանում, թե ինչու ենք մենք շարունակ անկախ մեր քաղաքական նախասիրություններից այդ մեղքի բաժինը խաղաղ կարգավորման չլուծվածության դնում մեր ուսերին։ Դա մեր խնդիրը չէր։ Հայաստանի բոլոր իշխանությունները, բոլոր թերություններով հանդերձ գնացել են եւ ցանկացել են խաղաղ կարգավորում եւ գնացել են զիջումների այդ խաղաղ կարգավորման կամ փող զիջումների այդ խաղաղ կարգավորման տրամաբանության մեջ։ Այսօրվա Հայաստանի իշխանությունը այնպեսի աննախադեպ միակողմանի զիջումներ է անում նույն խաղաղ տրամաբանության մեջ, որ Ադրբեջանը այդ ամենի ֆոնին դառնում է
անպատկերացնելի ագրեսիվ։ Այսինքն մտածել, որ շարունակ մենք ենք մեղավոր, մենք մի բան պակաս ենք արել, դա ինձ թվում է շատ լուրջ կոմպլեքս է, որ պիտի հաղթահարենք, որովհետև Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է, որ ինքը չի ուզել խաղաղ կարգավորում։ Ղեկավարը ասում է, պատերազմը եղել է իմ կյանքի առաքելությունը, դրանից առավել ուղիղ խոստովանություն ես չեմ պատկերացնում, ուղղակի էլի։ Եթե ձև շարժվենք ու ընդհանրապես իշխանությունները փոխվել են, բարեբախտաբար Հայաստանը այնպիսի պետություն է, որտեղ իշխանություն փոխվում է, եւ միշտ պետք է մտածել, թե հետագայում դու ինչ ես թողնում քո հաջորդ իշխանության, ինչ լծակներ, ինչ կրվաններ, ինչ հնարավորություններ։ Կարող են արվել քայլեր, որոնք լինեն անդառնալի։ Իսահակյանը խոսեց այդ միջազգային իրավական գործընթացների մասին։ Իհարկե կարող են ասել, գիտեք, այսօր միջազգային իրավական գործընթացները չեն գործում, եկեք հիշենք դատարանի որոշում բլոկադայի հետ կապված չեն գործում, բայց այդպես չի, իրավիճակներում դու պետք է խաղաքարտերը քո ձեռքը պահես, առավել եւս իրավունքը դու պետք է քո ձեռքը պահես, եւ եթե հիշեք նույն Ադրբեջանի գործելավոճ, ինքը 30 տարի պատրաստելով պատերազմի չէր հրաժարվում որևէ իրավունքից, որովհետև հասկանում են իրավունքի նշանակությունն ու ուժը, իսկ հիմա ինքը իրան վերագրում է ընդհանրապես գոյություն չունեցող իրավունքներ, եւ այստեղ շատ կարեւոր է էլի սուտ կես բառով անդրադառնամ, այս արևմտյան Ադրբեջան խոսույթը, որի պարագայում մեզ մոտ երբեմն ինձ թվում է տգիտության հետևանքով ասում են հայերենային, կրկնում է ինչ-որ թեզերի եւ այլն, այստեղ հայերենային ոչ մի բան գոյություն չունի։ Սա Արցախի թեմայով ստեղծված թեզ չէ։ Պետք է սա շատ լավ հասկանալ։ Սա ստեղծվել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո միայն, այսինքն մի անդրադարձ եղել է 98-ին, ինչպես կա զեկուցում, դրանից հետո 23 տարի են ձեն չեն հանել դրա մասին։ Այո, ասել են, որ Երևանը ադրբեջանական է, այո, ասել են, որ Սևանը նույնպես դրվագային ասել են, ես ելույթներ ունեմ հավաքած, բայց կոնցեպտուալ, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը դնեն, ասեն, սա հին ադրբեջանական հող է, դա տեղի ունեցել Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, եւ մենք սա շատ հստակ պետք է հասկանանք։ Դա այդպես է, հիմա ոչինչ փաստերը դրա մասին են խոսում։ Ես եմ այդ թեմայով զբաղվել 11-ով, դա այդպես է։ Այդ կայքը ստեղծվել է 22 թվականի Արևի ելույթից հետո, թե մինչև այդ կայք ունեք, ուղարկեք ես ծանոթանամ։ Այդ հեռուստաընկերությունը ստեղծվել է Արևի ելույթից հետո։ Այդ համայնքը ստեղծվել է Արցախ-Ադրբեջան մաս ճանաչելուց հետո, ինչպես Տիկին Սահակյանը շուտ փախստականների խնդիրը վերափոխվեց դարձավ զավթողական ծրագիր։ Ու եթե ուղղակի հարցը դրվեր ասել, գիտեք, ձեր երկրում օրինակ չի լավ, խորհրդային համարի տվյալներ կան 89 թվականի տվյալներով Հայաստանի հայկական ԽՍՀ-ում 85,000 ադրբեջանցի ապրել, թե ասել այդ թեման է շրջանառվում փախստականների հետագայում հարաբերությունների կարգավորման եւ բարեդրացության, դա այլ բնույթի քննարկում էր, այլ բնույթի հարցեր, բայց երբ ասում են ձեր պետության տարածքը մեզ է պատկանել, դուք մեզ ցեղասպանել քշել եք, սա բոլորովին այլ դիրույթ է, դուք էլ ֆաշիստական պետություն եք։ Սա արդեն շատ ավելի վտանգավոր հեռահար նպատակներ է հետապնդում եւ եթե դա էլ համադրում ենք անցկացվող զորավարությունների թվին եւ գնվող զենքի քանակին, պատկերը բավականին վտանգավոր է դառնում, եթե դա ժամանակին չեն գիտակցում, չեն կանչում։ Կարճ արձագանքություն կտա։ Ժամանակի խնդիր ունենք։ Ուղղակի այդ ճանաչելու հետ կապված 1991 թվականին մայրի ռեզոլյուցիաներով Արցախից Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմի մեջ։ Ըստ էության դրանից հետո տեղի ունելու պատերազմ, որը այդ անիմաստ է, երբ որ արդեն մակը ճանաչել է դա որպես Ադրբեջանի տարածք։ Ու այստեղ ձեզ էլ կուզեի մի հատ հանձնել առանցնել տարածքային ամբողջականության սկզբունքի առումով ի վերջո Ադրբեջանի իրավական օղզիր ուներ, այսպես ասելով, եւ որն է ավելի առաջնային տարածքային ամբողջականության սկզբունքը գործող աշխարհակարգում եւ միջազգային իրավունքի տեսանկյունից, թե ազգային ինքնորոշման իրավունքը։ Նախ երկու իրավունքների իրացման իրավաչափ պայմաններ կան, պետք է գնահատենք, օրինակ նույն Կոսովոյի դեպքում պարզվեց, որ տարածքային ամբողջականությունը չի կարող գործոն լինել, որովհետեւ կանխվի ինքնորոշման իրավունքը, բայց ես հստակեցում մտցնեմ, որ 90-ական թվականներին ՄԱԿ-ը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ունի 4 ռեզոլյուցիաներ, այդ ռեզոլյուցիաներից որևէ մեկում արձանագրված չէ, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, այնտեղ խոսում են շրջանների մասին, որտեղ նշված է հայկական զորքերի գոյությունը, որոնք քննարկման առարկա է հայկական զորքազորով մենք նկատի ունենք տեղական Արցախի զինված ուժերը թե հայկական, բայց մենք նույն այդ բանաձևերը օգտագործում ենք ցուցադրելու համար, որ
անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Արցախի անկախության ինքնահռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքին։ Ինչու ենք այդպես մեկնաբանում, մինչև 90-ական թվականների ռեզոլյուցիաներ, տարբեր հակամարտություններ հայտնվել են անվտանգության խորհրդի սեղանին, այդ թվում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, Հյուսային Ռոդեսիան Սրբսկայա հանրապետությունը, եւ այս ընթացքում ՄԱԿ-ը փորձել է հասկանալ, արդյոք անկախության ինքնահռչակումը խախտել է միջազգային իրավունքը, այդ թվում տարածքային ամբողջականությունը, եւ երբ գտել է, որ խախտում կա, օգտագործել է մի հզոր գործիք, որը կոչվում է կոլեկտիվ չճանաչման պահանջ, collective non-recognition, եւ այդ ռեզոլյուցիաներում դուք կգտնեք ձևակերպումներ, անկախության ինքնահռչակումը անվավեր է, խախտել է միջազգային իրավունքը եւ որևէ պետություն իրավունք չունի ճանաչել անկախ հանրապետություն, այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը որոշեր Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ճանաչել որպես Թուրքիայի մաս բարելավելու համար Թուրքիայի հետ հարաբերությունները, Հայաստանի Հանրապետությունը կխախտեր ՄԱԿ-ի ռեզոլյուցիան եւ համանման կարգավիճակում հայտնվում էին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները։ Հիմա հարց, ինչու Արցախի հարցը քննարկելիս, երբ որ այս գործիքը շատ հայտնի էր անվտանգության խորհրդին եւ բազմաթիվ դրվագներով կիրառություն ուներ, այդ մասին չգրվեց։ Ինչու անվտանգության խորհուրդը չնշեց, որ ինքնահռչակումը եղել է անվավեր եւ արգելում է որևէ պետության ճանաչել Արցախի հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն։ Մի պարզ պատճառով, որ ակալելի էր եւ հասկանալի էր ողջ աշխարհին, որ այս դեպքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք։ Եվ այդ հակամարտության լուծման նպատակով էլ անվտանգության խորհուրդը լեգիտիմացրեց արդեն իսկ ձևավորված Մինսկի խմբի ՀՀԿ Մինսկի խմբին այն ակնկալիքով, որ հարցը ունենալու է իր խաղաղ լուծումը։ Ադրբեջանը բնականաբար այս տարիներին մերժեց իրավական լուծման հնարավորություններ, ասենք նույն միջազգային արդարադատության դատարանի մանդատը ճանաչելու միջոցով, ապա լեգիտիմացրեց քաղաքական հարթակները եւ դիմեց ռազմական ուժին եւ կարծում եմ սա ամբողջովին տեղավորվում էր Ալիևի քաղաքականության մեջ, ես այստեղ իմ գործընկերոջ տեսակետը լիովին կիսում եմ, որ պատերազմը անխուսափելիորեն կապված էր անձի իշխանության եւ գործունեության հետ եւ նշեմ, որ արտաքին թշնամու կերպարը հայերի դեռևս սերմանվում է ադրբեջանական հասարակությունում, ինչը հավելյալ ապացույց է, որ իշխանության գոյատևելու, մնալու, ձևավորելու այս բոլոր պրոցեսների հիմքում ընկած է հենց պատերազմ կոնցեպցիան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես ինչպես հասկացա, դուք իմ խոսքին ակնարկ արեցիք, ես ուզում եմ ես ինքս արձագանքեմ, մարդիկ խոսեցին, տեսեք, ես որ ասում հաջորդ վարչակազմը, դուք ապրիորի ենթադրում եք, որ հաջորդ վարչակազմը շարունակելու է գործող վարչակազմի քաղաքականություն, որտեղից ձեզ նման համոզմունք։ Ես ինքս չունեմ նման համոզմունք, եթե իշխանության այսպես օրգանական փոխանցում տեղի չունենա, նման բան չի կարող պատահել։ Մյուսը, երբ որ դուք ասում եք Արցախը միացել էր հանրաքվեին անցկացվել եւ միացել էր Հայաստանը, շատ կարևոր ճշգրտում եմ ուզում անել ուղղակի 91 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի հանրապետությունում անցկացած անկախության հանրաքվեն Հայաստանին միանալի մասին չի եղել։ Սա շատ կարևոր արձանագրում է եղել։ Ուրեմն մյուսը, որ վերաբերվում է ինչպես երկու հանրաքվե Արցախի հանրապետությունում տեղի չի ունեցել, Արցախի հանրապետությունում տեղի ունեցել անկախության մեկ հանրաքվե 91 թվականի դեկտեմբերի 10-ին, 91 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ղեկավարվելով ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ եւ ԽՍՀՄ 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի դրույթներով ինքնավար մարզը հռչակել է որպես հանրապետություն։ Դա հանրաքվե չի եղել։ Դա եղել է որոշում։ Այսինքն դրանով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը բարձրացել է իր պետական իրավական կարգավիճակը։ Լղիմից ինքնավար մարզից դառնալով հանրապետություն։ Իսկ դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով հռչակված հանրապետությունը հռչակվել է անկախ հանրապետություն։ Սա էս շղթա։
Ատելության խոսքի ես նաև ուզում եմ նաև ապագայի տեսանկյունից խոսեմ, այստեղ ակնարկ եղա դրա մասին եւ ճիշտ ակնարկ Ադրբեջանի որքան մենք հետևում ենք Ադրբեջանի գործող վարչակազմի եւ ոչ միայն գործող վարչակազմի Ադրբեջանի հասարակական քաղաքական գործիչների զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների շրջանում ոչ միայն չի թուլանում, չի դադարում, այլև ավելի է սաստկանում հակահայկական հռետորաբանությունը եւ մենք մոտ ապագայում տեսանելի ապագայում ատելության խոսքի հայերի նկատմամբ խտրական քաղաքականության եւ նմանատիպ դրան հաջորդող գործողությունների ականատեսներն են լինելու որտեղից է իմ այս այսպես պնդումը գալիս տեսեք դեռևս 2011 թվականին Ադրբեջանում հրապարակվել է մի գիրք միջին դասարանում սովորող աշակերտների համար տեսեք թե ինչ է արձանագրված այդ գրքում օրինակ Մեջներում եմ, հայերը դարձրել են մեզ քաղաքականության էթնիկական զտումների անմեղ զոհ։ Մենք դարձել ենք ցեղասպանության զոհ։ Այս անզուսպ ժողովուրդը, որի երակներով հոսում է սատանայի արյուն, մեր դեմ կատարել է անթիվ ահաբեկչական գործողություններ։ Հիմա պատկերացրեք 11 թվականից քանի աշակերտական խումբ, քանի աշակերտ սա կարդացած, լսած, այսպես անընդհատ սրանով ներարկված կլինի, չէ՞։ Հիմա ենթադրելի է, թե մեզ ինչ է սպասվում։ Բացի դրանից, Ադրբեջանի ատելության մասին հանդեպ հայերի ընդհանրապես առաջին անգամ միջազգային կառույցներն դրա մասին բարձրացրել են 2002 թվականին Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը։ Դեռևս 2002 թվական։ Հիմա կարող է հարց առաջանալ, թե դե դա մեզանից 23 տարի առաջ էր, գուցե ինչ-որ բան փոխվել է այնտեղ։ Ես դրա կհակադարձեմ հետեւյալը. ոչինչ չի փոխվել, ավելի է սաստկացել։ ՄԱԿ-ի ռասիզմի Ռասայական խտրականության կոմիտե կա, որը 2022 թվականին հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ եզրակացությունները։ Այդտեղ նշված է, որ Ադրբեջանում սաստիկ մակարդակի հասնում պետական քաղաքական գործիչների կողմից հանդեպ հայերը ատելության խոսքը։ Եվ նաև երկրորդ, որ թերևս ավելի վտանգավոր է ապագայի տեսանկյունից։ Այդ ամենը ասում է մցված է դպրոցական ծրագրերի մեջ։ Այդպես որ ապագայի տեսանկյունից Ես պիտի այսպես հայտարարեմ եւ պնդեմ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության հայերի նկատմամբ ատելության խոսքի առումով լավ բան մեզ չի սպասվում։ Շատ ավելի վատթար, մռայլ, այսպես ապագա է սպասվում, ապագան ավելի այսպես խտանում է մռայլ առումով ներկա վարչակազմի գոյության պայմաններում։ Հիմա մենք դրան կարող ենք մի փոքր դիմագրավել, եթե տեղի ունենա, նորից եմ ընդգծում իմ խոսքը, ազգային պետական քաղաքականություն վարելու ցանկություն, կարողություն եւ հետագիծ ունեցող Հայաստանի վարչակազմի ձևավորման պարագայում։ Շնորհակալ։ Կարճավելու այդ ձերբակալությունների հետ կապված հայերի հետ համագործակցող կամ հայերի հետ երբևէ հանդիպած կամ բարեջրացիության օգտին խոսած կուզեմ ուղղակի Սիտեմ Ալիևի այս ելույթը, որ կարծում շատ հատկանշական է 24 թվականի սեպտեմբերին, ասում եմ մյուս թեզն էլ այն էր, որ պետք էր սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անց էին կացվում տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել են այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ հանդիպումներ կազմակերպել։ Ինչ կապ կարող ենք ունենալ արյունարբու թշնամու հետ, որը վիճակորձել է Խոջալույի ցեղասպանությունը եւ գետնին հավասարացրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այդ օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակը այն է, որ ապագա սերունդը, երիտասարդ սերունդը այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ։ Այսինքն այս խոսքով պարզ ասում է, որ ինքը թույլ չի տվել, որպեսզի մարդիկ մտածեն, որ հնարավոր է խաղաղ կարգավորում։ Այսինքն նպատակը պատերազմն էր եւ մենք պետք է գործընթացներին այդ տեսանկյունից նայենք, այդպես վերաբերվենք։ Ու այո, ներկայիս վարչակազմը, քանի որ շարունակվում է Ադրբեջանում, իր համար կենսական է եւ հայերը այդ առումով բավականին ցավալիորեն հարմար ճշնամի են առավել եւս հիմա երբ ավելի բարդ ու խոցելի իրավիճակում են գտնվում, այդ կերպարը շարունակ պետք է թմկարել, ուղղակի հիմա ավելացել է այն, որ նրանց օգնում են ինչ-որ շրջանակներ, եվրոպացի դիտորդները լոկտեսություն են անում, տվյալները տալիս են հայերին, հայերը պատրաստում են պատերազմի, ասենց ամբողջ թնջուկը անընդհատ պարբերաբար երգվում է, եւ ուղղակի մի հավելում էլ անեմ, Տիկին Սահակյան կարևոր բան խոսեց, որ Հայաստանն է եղել
Շահառուն, Լեռնային Ղարաբաղ, այս քննադատանքները այդպես են, մեկ այլ դրվագով էլ գնում է, որ KGB-ն է եղել, այսինքն այդ ռուսական հետքն էլ է փնտրվում այս ամբողջ գործընթացների մեջ, որպես հրահրիչ ուժ այդ ամբողջի եւ իրավի, այսինքն այն մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում փորձել են հանդիպել հայերի հետ, խոսել բարիտրացությունից եւ այլն, այդ մարդիկ բանտում են եւ այս գործընթացը չպետք է թերագնահատել։ Եվ մի ուշագրավ դրվագ եմ ասեմ, քանի որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարեց բավականին երկար ժամանակ, հետաքրքրական էր տեսնել, որ դրանից անմիջապես հետո մի քանի ադրբեջանցի քաղաքապետարներ են հացադուլ հայտարարել միջազգային ուշադրությունը գրավելու համար, նրանցից հայտնի Թովֆիկ Յակուբլուն է, որի հացադուլը, եթե չեմ սխալվում, արդեն 17-18 օր շարունակվում է եւ նորեն մամուլը նայում է իր վերջին խոսքերն ուղում, այսինքն ասում է, որ ես գնում եմ մահվան ճանապարհով եւ ամբողջ խոսույթը այն է, որ չկա արդար դատավարություն այս երկրում, այսինքն եթե ադրբեջանցիների համար դա գոյություն չունի սպառ բացակայում է, ինչպես եք պատկերացնում, որ դա կարող է գործել հայերի հետ կապված խոսույթներում, ուղղակի Ռուբեն Վարդանյանը հասկանալով նաև միջազգային հանրության ուշադրության կարևորությունն իր գործողություններով երբեմն իր կյանքը վտանգի տակ դնելով փորձում է այդ ամբողջ ուշադրությունը գրավել եւ ցույց տալ, թե որ ուղղությամբ է շարժվում այդ գործընթացը, ասեմ, որ Վարդանյանը առանձնակի թիրախ է դեռ այն ժամանակ պետնախարար լինելու ժամանակ մի Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ առնչվող այդ կալիբր ասկայքը հրատարակեց մի տեսանյութ պետնախարար գտնել եւ ոչնչացնել, այսինքն ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ են ապարբերաբար եղել եւ ըստ էության այլ շարունակում է լինել հատկապես միջազգային հանրության հետ իր աշխատանքի համար Ադրբեջանին չէ ուզում ոչ միջազգային գործընթացը միջազգայինից դուրս դնել միջնորդներից, դուրս դնել դատարաններից, որովհետեւ այդ առումով ինքը ոչ մի լծակ չունի իրեն պետք է զուտ քո հետ տետապետ մնալ, քո հարցերը այդպես լուծել, դու իր համար խոցելի ես, հեշտ ես, թիրախ ես, ու այդպես հարմար է։ Դրա համար ինքը բոլոր այդ միջազգային բաներից ուզում է դուրս թողնել եւ բոլոր այն հայերը, որոնք փորձում են ներգրավել, խնդրեմ են դառնում Ալիևի վարչակազմի համար։ Շնորհակալություն հարգելի բանակոսներ, եթե այլ հարցեր ունեք, գուցե արդեն դեմ արդեն հանդիպումից հետո ուղենք, որովհետև ժամանակը դեր սպառվել է։ Ներողություն Տիկին Հյուդայինը երևի հնարավորություն տալ, հա վերջին հարցը։ Շատ մի քանի միտումի մասին հաստատագրավ, բայց կարողում փորձեմ յուրաքանչյուրի դրանցին տեսնի։ Ուրեմն Հայաստանի իշխանությունները եթե իրենց թվական հայցերը երկրաշեն, ինչ կմնա միջազգային իրավունքի թեմի վրա, միջազգային իրավական թեմի վրա, ինչ հնարավորություններ կմնան անհատական բարակամելու համար եւ այս բոլորը միադեղելու եւ այսպես ոչ պետական, բայց ժողովրդի անունով ասկյալ հավաքական տալու հնարավորությունները ինչ են։ Ուրեմն մինչ պետական հայցերից հրաժարումը չի կարող անդրադառնալ անհատական գործերի վրա, որովհետև անհատական գործերով կոնկրետ դիմադրումներ կան, տուժածանձինք, նրանց ընտանիքի անդամները եւ իրենք են տնօրինում դատավարական իրավունքները այդ խմբերը մեծամասամբ ներկայացված են մեր փաստաբանական թիմի կողմից եւ այդ գործերը շարունակվելու են քննվել, որևէ պարագայում մենք այդ գործերից չենք հրաժարվելու եւ այստեղ մենք նաեւ հրապարակային խոստում ենք տալիս, բազմաթիվ ընտանիքներ նաեւ մտավախություն ունեին, որ պետության որոշումը կարող է ազդել նաեւ փաստաբանների որոշումների վրա, բայց մենք հավաստիացնում ենք, որ նման զարգացումներ չեն կարող լինել։ Ավելին կարևորում ենք այն զոհերի անհատական գործերի ներկայացումը, ովքեր ներգրաված են եղել միջպետական գանգատի շրջանակում եւ հրաժարման դեպքում հասկանալի է հայտնվելու են հուսախաբ եւ իրավական տեսանկյունից անպաշտպան կարգավիճակում, այստեղ մեր ելքային ռազմավարությունը այն է, որ իրավապաշտպան դաշտը պետք է մոբիլիզացվի եւ հնարավորինս որքանով որ ռեսուրսները ներեն
անհատական խմբային հայցեր ներկայացնի։ Խմբային հայցերի ներկայացումը հնարավոր է, բայց պետք է հասկանալ գործի բնույթ, օրինակ սեփականության իրավունքի խախտումների առնչությամբ, այո, հնարավոր են որոշակի խմբային հայցեր կամ բռնի տեղահանությանն առնչվող մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, այո, բայց բոլոր այն արարքները, որոնք նաև հանցագործություն են, այստեղ որևէ կերպ խրախուսելի չէ խմբային գործեր ներկայացնելը, որովհետև նախ յուրաքանչյուր կոնկրետ դեպք է քննարկվում եւ դրանք վայրագության այնպիսի դրսևորումներ ունեն, որ խմբային գանգատների պարագայում կարող են կորցնել այդ առանձնահատկությունները, իսկ մեր խնդիրը, որ միջազգային հանրությունը տիրապետի բոլոր հանգամանքներին եւ այդ պատերազմական հանցագործությունների դաժանության դրվագներ, ահաբեկման դրվագներ ցուցադրող միջադեպերը շատ դետալային քննի եւ մանրակրկիտ իրավական գնահատականներ ձևավորի։ Փոխարինող միջոցը դա մեծաքանակ հայցերի ներկայացումն է, սակայն նշեմ, որ դա հնարավոր է բացառապես մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գտնվող մեխանիզմներում որևէ կերպ փոխարինում չի կարող լինել միջազգային արդարադատության դատարանում, այստեղ գործելու իրավունք ունեն բացառապես պետությունները, չեմ բացառում այլ երրորդ պետության ներգրավում եւ մենք առնվազն ուկրաինական դեպքերով տեսանք, թե ինչպես ոչ միայն Ուկրաինան, այլ երկրներ միջպետական հայցեր ներկայացրեցին Ռուսաստանի դեմ, եթե հայկական համայնքները ազդեցիկ լինեն եւ ազդեն այլ պետությունների արտաքին քաղաքականության վրա, կարող են ապահովել այդ երկրների կողմից հայցերի ներկայացում Ադրբեջանի դեմ, բայց խնդիրը մի փոքր բարդ կլինի, եթե Հայաստանը սկզբանե չներկայացներ եւ բանակցության արդյունքում ներգրավեր երրորդ պետություն, օրինակ չգիտեմ Ֆրանսիա, Նիդերլանդները, սա տրամաբանական էր, բայց երբ Հայաստանը գործել է եւ հրաժարվում է, շատ դժվար է համոզել երրորդ երկրին Հայաստանի կամքի պարագայում նախաձեռնել միջպետական գանգատապ կրկնակի եռակի բարդացնում է այն դիվանագիտական խնդիրը, որը ավելի հեշտ լուծելի էր, եթե Հայաստանը ի սկզբանե հայց չներկայացներ։ Շնորհակալություն, հավատենք։